Ուրեմն, Սիչետանյաշիկ շամրիցա վակցիվինում թակուր մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել կրոնական ճանապարհում սկզբնական փուլը։ Ու մենք տեսնում ենք, որ իրական կրոնականությունը вообще տենց խոսանք, կարող ենք տեսնել, որ իրականում աշխարհում գոյություն ունեցող բոլոր կրոնականությունները կներեք իրանք սրա վրա կանգնում են, հա? Եվ այս փուլն է համարվում վերող մինչև հոգևոր աշխարհը։ Ինչպես տեսնում եք, կարծիքները իրանք սկզբունքորեն դրա հետ համաձայն չեն։ Այսինքն գաղափարը որն է։ Երբ որ մարդը ինքը գալիս է կրոնականության դաշտ, կրոնականությունը առաջի հերթին, ու ես միշտ եմ ասում, առաջի հերթին փորձ է կատարում կարգավորի մարդու նյութական կյանքը։ Որովհետև իրականում ռուսները երբ որ ասում են, որ կյանք ապրելը դա դաշտ անցնելը չի, կարծում եմ, որ բավականին շիշ ասացվածք է, жизнь прожить не более перейти։ Ինչի համար, որովհետև այո, մեզանից ոչ մեկ ինքը, եթե իհարկե չի ծնվել այնպիսի ընտանիքում, որտեղ այդ ամեն ինչին տեղ են տալիս ու ասենք այս ամենասկզբից քարտեզն են նայում, թվակիցությունն են նայում, եսի միջ հասկանում են, այս ինչ հոգի է եկել, ինչ շատակագիր ունի, այլն եւ մեզ էլ դրանք պատրաստում են, որպեսզի մենք պատրաստ լինենք, մնացած բոլոր դեպքերում մեր ժամանակներում մեզանից ոչ մեկ չի իմանում իրան վաղը ինչ է սպասում, չէ՞։ Որտես կասենք, այդ կետը, որտեղ մենք չենք իմանում, կամ էլ, եթե նույնիսկ հանդիպել ենք այնպիսի մարդկանց, որոնք մեզ համար ինչ-որ բաներ են նայել, ասել, կամ գուշակել են, կամ չգիտես ինչ, այդտեղ 80%-ը խաբեբաներ են, եւ մենք լինում ենք բացարձակապես խաբված, ոչ այդ հաշվարկներից ենք ինչ-որ մի բան հասկանում, ոչ ինչ-որ մի ուրիշ բանից, էլի ամոչից խառը, շփոթ, այդ ասածներից 10%-ն էլ չի իրականանում, բայց մենք այդպես լարված սպասում ենք, որ այմա, սա պիտի լինի, բայց դա չի լինում։ Մնացած բոլոր դեպքերում այո, կյանքը ինքը դժվար բան է։ Եվ մարդիկ իրանք միշտ, հիմա այստեղ շատ հետաքրքիր բան կա, որ անկախ իրանց դիրքից, անկախ իրանց պատրաստակամությունից, անկախ նրանից, թե իրանք ինչ վիճակում են գտնվում, միշտ ինչ-որ հարցեր կան, որտեղ այդ ինչ-որ մի հատ գեր հզոր ուժի կարիք կա, չէ, որ ինքը խառնվի։ Այսինքն, որ տեշիկիշտան, բայց որ գիտան ասում, 4 տեսակ մարդիկ են գալիս, չէ։ Առաջինները դա նրանք են, ովքեր տառապում են, այսինքն առաջի հերթին մարդիկ գալիս են կրոն, որպեսզի ազատվեն տառապանքից, առաջին մոծիվը։ Երկրորդ դասը նրանք, ովքեր որ իրանք լավ են ապրում, բայց ուզում են ավելի լավ ապրեն ու համեն պաշտպանված լինեն։ Ինչու՞, որովհետև տեսեք, քանի դեռ կենդանի ինքը տառապում է, իրան ոչ մեկ չի նախանձում։ Ինքը այդ իմաստով ոչ մի պաշտպանության կարիք չունի, չէ՞։ Իրա մոտ այդ կարիքը առաջանում է, այլ հենց որ ինքը այդ բաներ էս 500 դրամից ավել ինչ-որ մի բան, այսինքն սոված չի, բայց հենց որ սոված չի, մի անգամից առաջանում են նախանձողները։ Այն որ հազիվ հարց ունի, նրան նախանձում է, այն որ вообще հարց չունի։ Այն որ մի քիչ ավելի շատ ունի, նրան նախանձում է, որ հարց ունի։ Ուտենց իտալյան եւ так далее։ Չէ՞, այսինքն այդ նախանձի բանը չէ, մտնում ու գնում է միջև վերջ։ Ու դրա համար, ասենք, ես միշտ ասում եմ, չէ՞, որ մարդիկ իրանք միշտ այդ սենտիմենտալ բաներն են, որ իրանց թվում է, որ երբ որ նյութական աշխարհում իրանք ինչ-որ իրանց պատկերացումներով հասնում են նրան ինչ-որ իրանց երջանկության զգացում է տալիս, իրանց թվում է, որ դա վсё։ Բայց դա վсё չի, որովհետև նյութական աշխարհում ոչ թե միակ չի կապետ, որ երջանկությունը ձեռք բերես, այլ չի կապետ, որ իրան պահպանես, որտեղ հենց ձեռք բերեցիր, 100 բան երազում է, որ դու այդ երջանկությունը չունենաս ու կորցնես։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս ինքը շատ կարևոր թեմա է, դրա համար ինքը ասում է երկրորդ հերթին իմ մոտ գալիս են նրանք, ովքեր ուզում են լինեն հարուստ ու պաշտպանված։ Հա։ Հիմա երրորդ հերթին արդեն գալիս են նրանք, ովքեր համ հարուստ են, համ պաշտպանված են, ոչ մի խնդիր չունեն, որոնց ուղղակի հետաքրքիր է։ Ինչ-որ մի բան է հետաքրքրից կրում։ Հա։
դրանից են գալի։ Դա ժրուբես է, էլի, դες ամեն ինչը կա, հիմա դերը բան, սկուշնա ժից։ Նայում տեսնում աշխարհում ինչ կա։ Հասկացաք։ Հիմա աշխարհում էլ որտեղ գնում են, առաջի վերջին, ասենք տեսեք, հատկապես օրինակ մեր մոտ Հայաստանում այդ շատ ուժեղ չի արտահայտված, որ գալիս է մենք ուր ենք տանում։ Մենակ եկեղեցիներ, չէ՞, որտեղ մնացած ամիջը քանդը փշրել եք միած գարնի ամտացել, տեղ չկա ուրիշ, չէ՞, ասեք որտեղ գնաց առաջի վերջին տանում են իրանց կրոնականության պաշտամունքի վայրերը։ Որ այդտեղ մարդը ինքը հետաքրքրությամբ կարող ասի, ինձի Եգիպտոսի բանը դուր եկավ, դարձավ Ամոն-Ռայի ծառա։ Հասկանում չէ։ Հիմա տեսա հետաքրքրասերն են։ Հետո ինքը ասում է, իսկ ամենավերջինները ու ամենաքիչ հանդիպողները դա նրանք են, ովքեր որ հետաքրքրվում են ճշմարտությամբ։ Արիացիները իրանք այդ երեք առաջին տիպին, չէ, իրականում սրանք մոտիվացված հոգևորականներն են, որոնք իրանք բոլորը ունեն ինչ-որ մի հատ նյութական մոտիվ։ Հասկանում եք, այդ մոտիվի հետևից են գալիս։ Հիմա, երբ որ ինքը տառապում է, երբ որ հարուստ է ու պաշտպանված ուզում լինի, չէ, որ իր այդ հաջողակությունը պաշտպանված լինի, այդ երկուսին կրոնը միշտ առաջարկում է բարոյականության սկզբունքներ։ 100 անգամ այս թեման այնքան ենք ասել, արդեն մազով եմ եղել, չէ՞, այդ բարոյականության սկզբունքները մարդն է հորինում կամ Աստված է տալիս։ Մարդու հորինած բարոյական սկզբունքները միշտ իր մեջ պարունակում են շովինիզմ։ Թող որ ներեն բոլոր տղամարդիկ, բայց ոնց սովորաբար բաները գրում են տղամարդիկ, գրածներ լիքնանում տղամարդկային շովինիզմով։ Ինքը Աստված է, կինը չգիտեմ, դժոխքի եսին ինչ է, կարելի է անասունի պես պահել, կարելի է ծեծել, ջարդել, փշրել, եսի ինչ անել, ինքը դի համբերի, մենք էլ դի ֆորֆորանք։ Դες έτσι հանդարնանք եք ասում, էլի թե ինչ անգամ, չէ՞։ Հիմա եթե մեզ չի որ մեղադրում եք, որտեղ եթե կինը նստի գրի, ինքն էլ նույն բանն է անելու։ Հասկանում եք։ Բացարձակապես նույն բանն է անելու։ Օրինակ ես հիմա մենակ չսի ծաղակ վրաս, որ պրիմիտիվ չինակա ֆիլմեր են նայում, յութուբում են սկսել են այդ իրով սարքած ֆիլմերը գցել, չէ, նայում իրանց մշակույթը։ Նեմ ինչ գաղափարներ են իրանք հիմա նկարում։ Առաջինն է տենա, գնել եք, երկրորդ տանս միացնես բանը ուզում ասեմ, այդ թեմայով։ Ասենք առաջինն է տենա, որ իրանք ֆիլմեր են նկարում, որ բան է մեր մոտ հարուստները իրանք կարող են աղքատների հետ ամուսնանան։ Ոչ մեկ չի նկատում, որ միշտ վերջում իրանք սարքում են նենց, որ այդ աղքատը ինքը ինչ-որ մի հատ հարուստի ընտանիքից էր, պրոստը կորած մոլորած էր հայր, հասկացաք չէ, հիմա այդ չի տարկի, հիմա տեսեք ասենք, ուզում են բանանել ցույց տան մտոն բաներ, ու մենք կանանց ազատության բաներ ենք, չէ, ուրեմն ֆիլմեր են նկարում, մշակույթը, ով ում վրա որտեղ ջղայնանում է, ասենք հարսանիքա, ծնունդա, մարդիկ են հավաքված, սևանի շուշուրա ստացեն, երկու կին իրար են կպնում, մեկը մեկին սկսում է սիրաներ տալ, բանշի ձևա, 100 հատ տակ տալ, ելքան ու սավեր այրեսը դարնա աղուր եմ հասկացա, չէ, բայց հիմա երբ որ ուզում են ցույց տան, որ իրանց մոտ կինը բան չի, անցիպոդն են ցույց տալի, տղամարդու ինքը սովորություն, տունը հատուկ սենց սերունդ, հայտ ունեն, որը տղամարդիկ տեղափոխում են իրար, համոշխության ժամանակ, որով կնոջը պիտի ծեծեն, երբ որ իրանից դժգոհ են, ռադավոյ մարդ, ռադավայ պալկը, հասկացած չէ, հիմա ուզում են հակառակը նկարել, տեսեք ասենք չէ, հիմա ասենք եթե այդտեղ ունակ ասակ, ես միշտ ասում եմ ազգաններից որ չեմ հասկանում ով է, ինձ ասում կամ սցենարիստն է այդտեղ կին, կամ ռեժիսորն է կին, ինչ-որ մեկը կինն է այդտեղ, որտեղ ինքը ինչ անում, հիմա ինքը ցույց է տալիս, որ բացվեր ապրատն է, հարուստ տղամարդը ամուսնացավ մի հատ չգիտեմ, տրամարկղի վաճառողի հետ, հա, բերեց տուն, սաղուրս ես գրքում աստեղից տրմանդ, то есть о чем мечтает женщина, չէ, ստեղից գրմադնումանդը, վերջում մի հատ ֆարդ կհակնում, գնում անջը մի հատ ճաշա սարքում, վերվա կնոջը սկսում հոտացնել,
Это о чем? Это мужчина же об этом чикара. Чем там? А ты сбан герази. Ну, конечно, барна. Харра. Камер подкамушники. Вот это скидывай, вот махмалиш бангери. А сказать, сейчас не форматно были, но не камиш. Այդ շովինիզմի կամպանիայը մտնում է, պրոստո մենք ոնց որ արտաքինից ստացվի նենց որ տղամարդկանց ենք մեղադրում, որտեղ հիմնականում այդ բաները տղամարդիկ են անում, բայց մենք պիտի հասկանանք, որ դա տենց չի, կնոջներ հենց հնարավորություն տաս ինքն իր հայրցին է, այդ տենց բանհակի, էփի ինձի պետք կերակրի, ես այդ կանայք էլ այս նստած են, ոչ բան չեն անում, չես հասկանում, դե կին վաշի դա ինչի համար է, մենակ երեխա բերելու համար, երեխա բերել վсё. Հասկացանք, չէ՞։ Այդ մենտալիտետ женщины։ Հասկանում եք, ուսոր ասենք տղամարդը ինքը մտածում է, որ եթե ես հաց եմ բերել իրավունք ունեմ ջարդեմ փշրեմ կողը Մարիոյա, կիններ մտածում է, եթե ես երեխա եմ ունեցել, ինձ պիտի թագուհու պես պահեմ, վсё։ Ինքը երկու տեսակի շավինիզմ է մտնում, չէ՞։ Իսկ երբ որ դա գերագույն աստծո ազնվորության տված գիտելիքն է, ինքը իր մեջ ընդհանրապես մի հատ շովինիստական գաղափար, այսինքն որ բանով մանգած խոշորացիցով չես կարող գտես, չէ՞։ Ու տեսեք հիմա, այ որտեղ է դիկտար, դա նշանակում է կամ ծերից դա մարդը գրե, կամ դա մարդն է ավելացրել։ Վсё։ Որտեղ որ շովինիզմի սիմպտոմ գտար։ Դա արդեն մաքուր գիտելիք չի, չէ՞։ Հիմա արդ տեսեք։ Ասածս ի՞նչն է, չէ՞, որ ասենք այդ բարոյականության օրենքներն են, ինքը այդտենց են, կամ մարդկանց կողմից են հորինված, կամ Աստծո տվածն է։ Մարդկանց կողմից հորինվածը ինչու մեկը տեսել եք, որ ասենք այդ տղամարդկանց կողմից գրված սուր գրվածքների մեջ գրվածը լինի, թե ինչ է ստանում կինը դրախտում։ Չեք նկատել, որ խնդարկում է մենակ տանում 99 հատ ույս։ Չէ՞։ Ինչու դες դրախտ չկա, էլի, որտեղ կնոջ համար լավ ամուսին, կամ չգիտեմ 99 հատ ամուսին, բաճիվուներ։ Հասկացա՞ք, չկա դες բան։ Հասկանում եք, ամեն տեղ տղամարդը իր համար ինչ-որ մի բան է նախատեսում, էլի, որտեղ ամենակարևորը ինքն է։ Չէ՞։ Ուրեմն ասենք, որ առաքյալները բոլորը տղամարդ են։ Չէ՞։ Հենց որ խոսում են Աստծո ծառաների մասին, այնտեղ բոլորը տղամարդ են։ Մի հատ ինչ կա, որ ինքը բանա Աստծո ծառա է, ինքը որ աշխարհում հասկանում եք, դե կուզ ասենք, տեսեք, ասենք, ազնվորություններ կան, չէ՞, որ կանացի մարնում են, բայց իրանց անպայման մեռնելուց հետո ընդունում են որպես սրբեր։ Չէ՞։ Գնում են իրանց մոտից իկոնաները նկարած բաներն անում, դա դուցավը որն է, իրանց մայրը, չէ՞, իրանց որ խոնարհվում են, լավանում են։ Մաքսիմում սրբությունը կնոջ, էլի։ Հիվանդություններ են բուժում իր իկոնան, իր թաղած տեղը, չգիտեմ, իր եկեղեցին, ուրիշ բան չի անում, չէ՞։ Հասկանաք, չէ՞, տարի այդ շովինիզմն է, չէ՞։ Հիմա, այստեղ ասկում երբ մենք տենց հանակ ենք անում, բայց իրականում սա շատ կարևոր կետ է, որովհետև երբ որ գաղափարախոսության մեջ կա շովինիզմ, դա միշտ նշանակում է ահավոր մի հատ հետևանք, դա որն է, ինչ որ մեկի համար լավ է, իսկ ինչ որ մեկի համար անսահման վատ։ Չէ՞։ Հասկացեք, այդտեղ այսինքն իսկ կրոնականությունը մենք միշտ բան ենք անում, չէ՞ որ արիացիները իրանք որպես հիմնական գաղափար են դնում դա, էլի, որ կրոնը ինքը պետք է երջանկություն բերի։ Ես այնքան եմ ասել, որ արդեն լսելուց ոչ էլ ուշադրություն եք դարձնում իջեմ ասում։ Դե շատ եմ ասում, բայց էս է։ Իրական կրոնը ինքը այդ է։ Համար ես ամեն դասախոսության ժամանակ ասում եմ, իրական կրոնը ինքը ունի, ոչ մի բան որ չունենա, ինքը ունի երկու հատ սիմպտոմ, որը եթե չկա, դա նշանակում է մենք կեղծ կրոնականության հետ գործ ունենք։ Իրական կրոնականությունը չի կարող հանդուրժել աղքատություն, չի կարող պարունակել աղքատություն, չի կարող պարունակել դժբախտություն, վերջ, ուրսև սիպտակ։ Հասկանում եք, եթե ինքը, օրինակ դուք կրոնական մարդը ով է, այդ բարոյականության սկզբունքները չէ իրան տալի։ Այդ բարոյականության սկզբունքները որն է, մենք այսքան ժամանակ քննարկում ենք, չէ՞ մանրամասն։ Հիմա քննարկում ենք դաժե խավերով, թե խավեր, որ մի խավի
ինչն է, որ բարոյականությունը համարվում, չէ՞։ Այդ դուք հիմա կարող եք ինձ բացատրեք բարոյական մարդկանց հասարակությունը ոնց կարող է հանդուրժի աղքատ մարդը, այն մեկ ասեք ինձ։ Չէ՞, ոչ մեկ դրա մասին չի մտածում, չէ՞ դաշը։ Բոլորը մարդուն աղքատացնում են, հետո այդ աղքատության մեջ իրան տալիս են կրոնական սկզբում դեպի համբերես։ Տեսեք, այդ համբերեսը ինքը տուպիկ է։ Համբերես նշանակում է, մենք մտադիր չենք քեզ այս վիճակից հանենք, իշո խուժը, Աստված էլ մտադիր չի։ Դու դե համբերես այն ամբողջ դաժանությունը, ինչ որ մենք ստեղ սարքել ենք, որ հետո հոգևոր աշխարհում ընկնես դրախտ, այդ դրախտում վայելես, էներգիայի շքսատկի այլ շատերը, չգիտես ինչի մասնավորություն, չէ՞։ Համաձայնեք, որ ինքը չի լինում, էլի, իսկ էլեմենտար տրամաբանությունը ինքը ասում է, կամ ասենք, եթե բոլորը բարոյական են, բարոյական մարդիկ եթե բարի մարդիկ են, բարի մարդկանց մեջ ոնց կարող է լինի տառապող մարդ, կարող եք ինձ բացատրեք էդի, հա, չկա, չէ, հարցի պատասխանը, եթե լուրջ ենք մոտենում, էլի արդեն առանցանակների, չի կարա լինի, դրա համար իրական կրոնականության մեջ, կամ լավ, հա, սենց, բան անեմ, իրական բարոյական մարդկանց շրջապատում չեն կարող լինել տառապողներ ու աղքատներ, վերջ։ Եթե այդ կա, դա նշանակում է, դա հասարակություն է, որտեղ ծաղկում են տգիտության և կրքերի մեջ գոյատևող մասնավորությունները, վերջ։ Այն ում որ արիացիները ասում են, իրանք մլեչկա են, վսյո։ Չէ, որտեղ ինչ ասեց, իրանք էգոիստ են, հայ որ էգոիստ են, ես համաձայն եմ, էգոիստը թքած ունի ինքը, թե իրա կողքը, ով է տառապում, ով է աղքատ, ով է հարուստ, ով է ինչ, ով է ոցախ։ Բայց ինքը իրան կարող է համարի բարի մարդ, որտեղ ոչ մեկին չի մորթել։ Հասկանում եք, ոնց չեն նկատում, էլի, թե ինչի մասն է խոսքը։ Հասկանում եք, կամ ասենք ինքը ասում է, իրանք կռվարար են։ Չէ՞։ Ճշմարտությունով չեն հետաքրքրվում։ Այդ ինչ աշակում, ճշմարտությունով չեն հետաքրքրվում, առաջերտի նշանակում է սրտի մեջ արդարություն չկա։ Չէ՞։ Հասկանում եք, բարիությունը դուրս եկավ, արդարությունը դուրս եկավ, վсё, ինչ մնաց։ Այդ միակ լոզունգը, համբերի։ Չէ։ Աստվածը էդի քեզի տվե, այն խիճմատը գալիս ասպալա, Աստված ինչի է, ինձ ես կան տառապանք տվե, այն մեկին էլ սևակի ասածը։ Ինչի եմ ես աշխարհը շալակած մանգալի, իքրել աշխարհի վրա նստած է մանգալի։ Չէ՞։ Դեռ մի հատ պատասխան է գալի։ Աստուծոները անքննարկելի են։ Մտանք տուպիկ։ Անգելանելի տուպիկ, չէ՞։ Ուզում ես աղոթի, ուզում ես խնդրի, ինչ ուզում ես արա, քոնը ես նա։ Ով է մինչև հիմա աղոթելով, չգիտեմ, ստրուկից դարձել բան։ Իսին ինչ, կայսր։ Միլիոններից ու միլիարդներից մի հատ դեպք զորով հանրային արհեստական հանում սարքում են, որ օրինակ լինի, որ ասես բաներ կատարել, ինչի համար, եթե ավանակի առաջ կախած գազանն է, որ ինքը հավատա, որ տես բան կարող լինի, մինչև ինքը այդ մտածումա, որ այդ գազարի հետևից է գնաց, իրա բեռնա քաշ տալի, վսյո, եկավ մեռնելու ժամանակը։ Հասկանում եք, դրանով այս բաները իրանք շատ կարևոր են, որովհետև մենք այսպես մանրակրկիտ նայում ենք, չէ՞, ես երեկ էլ ասեցի, երեկվա դասախոսության մեջ եմ ասել, չէ՞, առավոտները որ տալիս եմ, որ այդտեղ ինքը մի շատ կարևոր կետ կա, որ ազնվորությունը, չէ, ինքը կարող է այդ մանրամասնությունից հոգնի։ Ասի որ դե լավ է հոգնեցինք, իվ դեն դուրս գալի մի հատ ուրիշ թեմա նայենք։ Չէ՞, բայց այդ հոգնածությունը ինքը միշտ նշանակում է, որ իրականում դու քո մեջ չես ուզում ճշմարտությունը, այսինքն լիարժեք ունենաս։
Չբացված է լավ, հասկացանք էլի։ Գնացինք այդ հասկացանք էլի նշանակում է լիքը տեղ կար, որտեղ դու քեզ քո մեջ չես փոխել։ Դրա համար ինքը քո համար կարևոր չի։ Դրա համար ինքը հոգնածնում է, չէ՞։ Օրինակ տեսեք ասենք, բայց եթե մարդը ինքը իր ներքին աշխարհի հետ աշխատող է, չէ՞։ Օրինակ ես լուրջ ասեմ, առաջի անգամ երբ որ ես Բաղդադը կարդում էի, ես մինչև այդ երրորդ երկի մեջից դուրս եկա, ասում եմ, հեսա կմերում եմ։ Այնտեղ ոնց է, չէ՞, ասենք, առաջի երկը պրծավ, մտանք երկրորդ երկ։ Երկրորդ երգում երկու անգամ փիլիսոփայությունը ներկայացվում է։ Մտանք երրորդ երկ, նորից երկու անգամ այդ նույն փիլիսոփայությունը ներկայացվում է։ Ասում եմ, բայց մաման ջան, опять одно и то же, сейчас я сдохну уже։ Ոնց է կարելի էսի вообще այսքան խոսալ, այսքան կրկնել, ինչի համար այս մարդը 4 անգամ է տուպոյի համար է, ինչ չեմ հասկանում, չէ՞։ Բայց եթե առաջի անգամն էր մենակ։ Որտեղ որ ես մի անգամ վերջացրեցի, հետո երկրորդ անգամ սկսեցի, այդ նույն փիլիսոփայության տեղը որ հասնում էի, արդեն այդ քիչ էր մնում այդ չրտիկը միանալ, որտեղ հետի գիտեմ, թռնեի, ժողովրդից սկսեի նորից ուսումնասիրել, հետո ասի լավ, սպասում, հետ մտնեմ, էլի։ Մտնեմ, պրոստը հետաքրքիր է, ինչի է 4 անգամ նույն բանը գրած։ Չէ, նույն բանը չէ, այդտեղ ես ինչ իրականացրեցի, որ ինքը ոչ թե նույն բանն է, այլ նույն թեման է։ Բայց вообще տարբեր ձևով ներկայացված։ Չէ՞։ Ասենք տեսեք, այդ որ արդեն տենց մոտեցում ունեցա։ Թե ինքը հիմա օրինակ ասենք ինձ շատ հաճախ ասում են, ես որ մեկ ասում եմ դե կրկնություն անգնում, բան, վրաս աչակերտներս սպառնասում են, ասում չի մատաջան չէ։ Դուք մեկ նույն բանը ոչ մի անգամ չեք կարողանում երկու անգամ նույն ձևի ասեք։ Անպայման ինչ մի հատ նոր տեսանկյունից։ Այդ նոր տեսանկյունից օղտից չեմ եցել, օժիտ չէ ինձ այդ բերեցի։ Հասկանում եք, իսեն այս ստեղ եմ չեք գտել այդ ամեն անգամ այդ նույն տեսանկյունը։ Հասկանում եք, չէ՞։ Ու դրա համար այդ հոգնածությունը, այդ բանը, որ ադե հասկացանք, չէ՞, այդ բոլոր այդ տեսակի մտքերը, իրանք խոսում են մենակ մի բանի մասին, որ արտաքիդով ես նայում, էլի, так прошерстил, էլի, sense просто այն առաջի սլոյով գնացիր, ինֆորմատիվ գնացիր ու ընդհանրապես, երբ որ ինչ է, էլի վատը, երբ որ մարդինքը ինֆորմացիայի հետևից է գնում, չէ՞, դա հիմա մեծ թերություն է առաջանում, որն այդ մեծ թերությունն է։ Այդ մեծ թերությունը ինքը կայանում է նրանում, որ երբ որ դու ինֆորմատիվ ես գնում, չէ՞, քեզ թվում է, որ դու ամեն ինչը հասկացել ես։ Ամեն ինչը գիտես։ Հենց որ դու փորձում ես այդ ինֆորմացիան իրականացնես, այստեղ էլի որ սկսում ես այդ նյուանսները նկատել, չէ՞։ Հենց որ դու սկսում ես փորձել այդ ինֆորմացիան իրականացնես, ցես գնում ես, մեկ էլ տեսնես հոп, մի հատ պրավալ էր։ Պրավալը մեկ էլ մի հատ ուրիշ կետից սկսես նորից ինչ-որ բան բացատրել, մեկ էլ հոп չկա, մեկ էլ այդ հոп չկա, չես ման ինչ անես։ Հետո երբ որ գնում ես այն երկրորդ անգամ կրկնվողի մեջ, մեկ էլ տեսնես վայ, այնտեղ որ պրավալ էր, էսի ստեղ ասված։ Տեսեք ինքը արդեն ոնց որ այդ ամեն անգամ այդ ներքին աշխարհով մտնել գիտելիքի մեջ հոգևոր, չէ, ինքը ամեն անգամ այդ է տալի, որ դու ամեն անգամ գիտես, օրինակ իմ ասեք, տեսեք, ես այս գրվածքը երրորդ անգամ եմ կարդում։ Ձեզ թվում է ինչ է, ես ամեն անգամ իրան նենց եմ պատմում, որ բադե ես իրան գիտեմ, դուք իլյուզիայի մեջ եք։ Ես ամեն անգամ պատմելուց ինչ-որ նոր կապեր եմ, հենց այս լեկցիայի ժամանակ նոր կապեր եմ գտնում, հետո գնում եմ շուշուտ գրանցում եմ, որ չմոռանամ, որ այստեղ սենց մի հատ նրբություններ կար։ Հասկանում եք, այսինքն հոգևոր գիտելիքը ինքը տենց չի, էլի, որ մի հատ տենց կոպիտ հասկացողությունը ինքը հերիք է, որտեղ ինքը ամեն անգամ գնում է ավելի նուրբ, ավելի խորը, ավելի դուրբ, ինչի համար, որտեղ երբ որ մենք խոսում ենք մաքրագործման մասին, չէ՞, այդ մաքրագործումը ինքը հենց տենց է տեղի անել, այդ երեկեիք, չէ՞, պրազնիկին ենք խոսում, չէ՞, լունդիչի բանը, որ դերջետագան ինքը մի հատ կոպիտ ես,
ու ինքը հենց տենց է, այ հոգին էլ է տենց, դու ասենք երբ որ կեղտոտ տեղ է, չէ, դու սկզբից մտածում ես հենց սա կեղտոտ աղբը հավաքես, լցնես մի տեղ, տնես մի հատ մեքենայի մեջ ուղարկես, չէ, դա պրծավ։ Հետո սկսում է այդ մանր մունր եսի միջը։ Հետո ամենավերջում խազայկան ինչ ա, սենց անում։ Այստեղ փոշու ատիկ էր, չէ՞։ Հասկանում եք, հիմա այդ հոգու մաքրագործումը ինքը հենց այդ ինքն էլ է տենց տեղի ունենում։ Հասկանում եք, դրա համար այդպես այդ կոպիտ հասկացողությունը ինքը հերիք չի։ Ինքը դա պրոստա սեց, այն արտակին, այն առաջի բանն է, չէ՞, եթե ես բառով ասեմ, պրոստա ինքը մի հատ ճիշտ խոսքեր ասում, օրինակ լիքը բառ կա, մենք ձեզ հետ շատ ենք, չէ՞, խոսացել, որ իրական հոգևոր մարդիկ իրանք պետքա 4 սկզբունք պահեն։ Մասնակցություն, ինտոքսիկացիա, ազարտ խաղեր, այլասերված սեռական կյանք։ Всё, այսինքն սահմանափակված է։ Իրական հոգևոր մարդը ինքը լինում է բուսակեր, ինչի, որտեղ ինքը բռնությունից ազատ է։ Չէ, երբ որ ինքը կարիք ունի ուրիշի դիակ ուտելու, ուրիշի արյուն խմելու, ես իմիջը իր մեջի գիշատիչն է խոսում։ Այդ գիշատիչով դու չես կարող մտնես հոգևոր աշխարհ։ Պետք է հոգուն այսպես 170 աստիճան հակառակ որական։ Հասկանում եք։ Ինտոքսիկացիան ինքը մարդուն բթացնում է։ Չէ՞։ Ասենք չգիտեմ, ազարտ խաղերը մսխող է։ Հա? Ну, այլասերված սեռական կյանքի մասին չեն խոսում։ Չէ՞։ Հիմա տեսեք, բայց պրոպագանդա ինքը ինչ էր ասում, ու լիքը մարդ կա, բացի յոգայի մեջ, լիքը մարդ կա, որ իրանք համարում են, որ իրանք 4 պրինցիպ են պահում, իրանք բերիսան հոգևոր մարդիկ են։ Պրոպագանդա ինքը ասում էր, այս 4 սկզբունքը ինքը նրա համար է, որ կապիկից տարբերվի, որ սա մարդ է։ Քաղաքակիրթ մարդ է։ Ոչ թե որ եսի ինչ հոգևոր, եսի ինչ է, բայց հիմա մի հատ նայեք, ասենք որ հոգևոր տեսությունները ինչ են առաջանում։ Ով է ընդհանրապես ուշադրություն դարձրել Հիսուսի մի սպանիր խոսքին։ Հին կտակարանից վերցրել են հրյան ասեց, որ հրյաների աստվածը ասեց, պչխակավորներին ստեղծել են, որ դուք ուտեք։ Ոչ մեկ չնկատեց, որ հետո Հիսուսն եկավ ասեց, արա մի սպանեք։ Հասկանում եք, ոչ մեկ մարդուն, ինչի որտեղ կենդանու մեջ հոգի չկա, ով ասե, հրյայի աստվածը։ Всё։ Բայց հնդիկի աստվածը եթե մի բան ասի, հնդիկ դու որ ինչ մի բան ասի։ Այն ժամանակ երբ որ այդ հրյայի աստվածն ասի, ժամանակ հրյան էլ էր ոչ մի բան, ստրուկ էր։ Երբ որ դա գրել է, չէ՞։ Ինչ ուրիշ բաներ ես չգիտեմ։ Հասկանում եք, այդ խոսակցությունները, երբ որ ազգային պատկանելիության մեջ են թաղում ճշմարտությունները, այդ ամենավտանգավոր բանն է հոգևորի համար։ Որտեղ հիմա տեսեք, ասենք, հա, մոլորակի վրա միշտ ազգություն կա, ռասաներ կա։ Հիմա հարց եմ տալի, այդ խեղճ աստված, որտեղ խցկի ճշմարտությունը, որ ինքը ազգային դուրս չգա, վերջում։ Հա, դրա մայր բռնեց սերի մարմնով եկավ։ Ոչ մի տեղ չկարողանաք ասեք ես պսիտակ եմ, թե ես սեր եմ, թե ես կարմիր եմ, թե ես ինչ եմ։ Հասկացաք, որ ոչ մեկը չկարողանաք սեփականացնեք ինձի։ Այո, ես արտասովոր մարմնի գույն ունեմ։ Բոլորդ ազատ եք։ Հասկանում եք, չէ՞, դրա համար էսի շատ կարևոր կետեր են։ Հիմա այդ մաքրագործումը ինքը այդտենց է, ինքը կոպիտ, չէ՞, просто ստեղ շերպեցի, էլի որ հիմնականում էս կոպիտի վրա են կենտրոնացած, չէ՞։ Հետո քանի գտնում նրբանում է։ Հասկանում եք, ու եթե մեզ այդ կոպիտը միանգամից բանը կան, որ դե գիտենք, всё, մենք հոգու մաքրագործման process-ը կանգնացրեցինք։ Հասկանում եք։ Ու դրա համար հա, իհարկե, դրանից հետո գիտելիքը ինքը հետաքրքիր չի։ Չէ՞։ Իսկ հիմա, իսկ ինչ են ասում արածների։ Իրանք ասում են, հոգին ինքը 3 հատ որակ ունի, սա չի տանանդա, այսինքն ինքը հավերժ գոյություն ունի, անսահման ընկալող է, հա, ու անսահման երանելի։
Չիտա է իրան կալելու էներգիանա։ Չէ, ես միշտ ասում եմ, ասենք, մենք չենք կարող ասել, չէ, որ սպասի այսինքն իմ աչքերը այ կարող է տեսնի մինչև ընդեղ։ Սրանց հետո չի կարող տեսնի, всё, պրծավ աչքի ընկալման ապարատը։ Չէ, ես ինչքան նայում եմ, ինքը այդքան ընկալում է, չէ։ Որտեղ ուզում է նայել։ Երբեք սահման չկա իրականում։ Ու տենց են բոլոր զգայարանները, ինչքան լսում եմ, այդքան անվերջ կարող եմ լսեմ, եթե այդ լսողության ապարատը կա, ես անվերջ կարող եմ վիբրացիաներ լսեմ։ Չէ՞, այդպես պահ չկա էլի, որ ասեմ, բա մոզգիս պրոցեսորը պրծա։ Ինչի ընկալում կախեց։ Ասեց ասպաբանդիտի դիսկ։ Չկա, չէ՞ դες պրոցես։ Դրա համար այդ մակրագործումը, չէ, ինքը քան գնում, պիտի նրբանա, նրբություններով չի հետաքրքրվում, դա, ով որ իր մեջ այդ կոպիտ մակրագործումը համարեց, որ էդի если мիշտ достижения ունի։ Հասկանում եք։ Հա։ Այսքան խոսացի, որ ինչ որ հիմա խոսալու եմ, չասեք տեսած բացրեց այդ նույն բանն ասում։ Դեք իրականում նույն բանը չի։ Հա։ Հիմա տեսեք։ Մենք Просто ինչի համար, որտեղ երեկ ենք այդ լեկցիան դրա մասին խոսացել։ Հիմա մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք հիմա այս պահին խոսում ենք, թե երկու թեմա է իրականում քննարկում։ Մենք իրականում թեման ինքը քննարկում է, թե ոնց է ձևավորվում իրական հոգևոր հասարակությունը, սա շատ կարևոր թեմա է, չէ՞։ Բայց այդ թեման քննարկելուց մեզանից ամեն մեկը ինքը կարողանում է հասկանալ, թե ինքը ինչ պիտի լինի, որ ինքը այդ իր տեսակի մեջ համարվի իրական հոգևոր դաշտի, նույնիսկ եթե ասում եմ քաղաքացի։ Դա նկատի ինձ մեկը հարցնի ասի, դու ի՞նչ քաղաքացիություն ասում ես, ես չեմ ասի, որ ես Հայաստանի քաղաքացի եմ։ Ես միշտ ասում եմ, я виртуальный гражданин арийской цивилизации. Ինձ այդ ցիվիլիզացիան այդտեղ։ Ես իմ մեջ այդ ցիվիլիզացիայի արժեքները կրող եմ, իմ կյանքում այդ ցիվիլիզացիայի արժեքներով ապրող եմ։ Իսկ причем ստեղ вообще մնացած ամեն ինչ։ Հասկանում եք, այստեղ է որոշվում, էլի։ Հիմա մենք այս թեման ենք քննարկում, որ մեզանից ամեն մեկը ինքը հասկանա, թե ինքը ինչքանով է, ինչքան կվալիֆիկացիա ունի, այ օրինակ իրական հոգևոր դաշտի քաղաքացի լինի։ Դրանից կարողանում ենք հասկանալ, թե ինչի իրական հոգևոր դաշտ չունենք, որտեղ քաղաքացի չունենք։ Հասկանում եք, երբ որ իսկ երբ քաղաքացի չունենք, երբ որ ազնվորությունը ինքը իրան հոգևոր համարելով, հա, այդ դաշտի, կրոնական դաշտի պատնաշենը հանդեպ, հա, կրոնական դաշտի հանդեպ մենակ օգտագործելու նիտումներ ունի։ Всё։ Այդ տեսեք, եթե ես եկել եմ մենակ դրա համար, որ օրակի չգիտեմ ընդեղ, չէ, մարդը ինձի ծեծում, այլ չծեծի, հա, օրինակ, եթե դրա համար եմ եկել, չէ։ Ես ինչ եմ եկել, ես ոչ եկել, ես փոխվեմ։ Ես եկել եմ, ես մնամ ինչ որ կա, Աստված ինձի պաշտպանի, չէ՞։ Կամ չգիտեմ, եկել եմ որտեղ աղքատեմ, ուզում եմ հարստանամ։ Ինչ եմ եկել եմ, որ փոխվեմ, չէ, չեմ եկել որ փոխվեմ։ Ես միշտ ասում եմ, չէ՞, այ մենք աղանդավորների բան ենք անում։ Կշտամբում ենք, չէ՞, բայց օրինակ ես որտեղ աղանդավորներին նայում եմ, այդ աղանդավորները իրանք առավոտից երեկո ավետարան են կրծում։ Ու փորձում են ավետարանով ապրեն։ Հիմա ամենաաշխարհի ամենամեծ անհեթեթությունը եւ բոլոր նրանք, ովքեր անբարոյականների կյանքով ապրում են, կիլոմետրանոց խաչերը իրանց վրա կախում են ու իրանց համարում են քրիստոնյա, այն նրանց, ովքեր առավոտից իրիկու ավետարան են ուսումնասիրում, իրանց ասում են դուք աղանդավոր եք։ Հա, դե ինչ որ սխալվում է։ Այդ ինչի։
որտեղ ոչ մեկ ինքը իրական կրոնական դաշտի քաղաքացի չի ուզում լինի։ Դրա համար էլ այո, 6 մետրանոց խաչը կախումա որ ինչ անի, որ Աստծո կողմից պաշտպանված լինի, ուրիշ ոչ մի բան, ինչը պաշտպանված լինի, իր անբարոյական կյանքը։ Բայց հա, իսկ բոլոր նրանք, ովքեր ասում են ուզում ենք Աստծո պատվերանները կատարենք, չէ, они для нас скучные։ Օրինակ ես ես վերջերս երեք ամիս առաջ դրանց առաջ փոքր մորքուրս էր մահացել, իր տարին էր։ Որտեղ իրանք հարևաններ ունեն, որտեղ շուտ ես ինչ աղանցեցին, անունը չգիտեմ, ու կարևոր չի։ Ասեք ես մը նայում էի, թե ասենք այդ մարդիկ իրանց ոնց են պահում։ Չէ՞։ Ասենք նայում ես, իր ուղեղը, ասենց առավոտից իրիկու մենակ ավետարանի տեքստերը։ Բայց ինքը հենց բերանա բացում, որ ուզում է իմինա որպես քրիստոնյա խոսա, բառացի ցույց եմ տալի։ Եսի արիակցիա։ Են նստածներ իրանց է։ Տիպը էլի սկսեց իրա լոլոները ավետարական։ Ու բոլորին միանգամից դառնում է սկուշնա։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն այսօր ինքը այդ ներքին ու արտաքին հոգևոր լինելը դե ահավոր կարևոր թեմա է։ Հա իհարկե հիմա աստվածամեժության դարաշրջանը։ Եվ իրականում մենք բոլորս ես միշտ ասում եմ, ասելու եմ, կրոնական պետություն, քրիստոնյա պետություն գոյություն չունի։ Գոյություն ունեն մուսուլմանական պետություններ և աշխարհիկ պետություններ, որոնք ընդունում են քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դա քրիստոնյա պետություն չի։ Աշխարհիկ դա նշանակում է այդ գիտության կրքերի գունաների մեջ ապրող կենդանի էակ, որոնք իրանք այդ կրքերի ապրությունների մեջ վարվող այդ երկու զգացումով ղեկավարվող հոգիներ են, չէ՞։ Հիմա մենք տեսնում ենք, որ Բացիլո Թակուրը հիմա այս խնդիրն է բանանում ու ես նորից եմ քրտվում, որ ես ինքը շատ կարևոր կետ է, էլի որ եթե գիտելիքը ինքը դուրս է եկել ու թույլ է տալիս, որ իրան քննարկեն, դա նշանակում է, որ Աստված ինքը երկու բան է նշանակում, էլի, որ ինքը կամ իրավիճակը այնքան վատ է, որ այն վերջի օգնության ձեռքն է մեկն է, որտեղ ինքը միշտ ջնջելուց առաջ 100 անգամ ձեռք է մեկնում, 100 անգամ գիտելիքով գալիս է, հասկանում եք, 500 տեղ ազգը, մարդը, ինքը 500 տեղ պիտի պեջատ տնի, որ ինքը չի ընդունում Աստծո տված գիտելիքը։ Հա? Ու всё, ու այդ ժամանակ կատաստրոֆա եղավ։ Ես արեցի ամեն ինչ, որովհետև գլխավոր բանը, այդ գլխավոր բանաձևը, ինքը դա է, ուրիշ իրականություն ես ուզում, ուրիշ մարդ պիտի դառնաս։ Եթե դու նույն մարդն ես, հա, այն ինչի մեջ որ դու նստած ես, դու ես այդ դրան էլ արժանի ես։ Всё, ուրիշ ոչ մի իդեա չկա։ Հասկանում եք։ Այդ մարդը պիտի հասկանա։ Ու այլ որ ասում է աստվածային բարոյականության օրենքներ, դա այդ է, որ Աստված ինքը ասում է, որ պիտի փոխվես։ Ու մենք ձեզ հետ քննարկեցինք, թե փոխվելու առաջի 5 որակները որն են, ասես կոնկրետ որակներով արիացիները գնում են, չէ՞։ Առաջի 5-ը խոնարհություն, համեստություն, բռնությունից ազատ, համբերություն և պարզ կյանք։ Այսա առաջի 5 պայմաններն է, որ անձնավորությունը ինքը պիտի իր մեջ ունենա, որ Աստված սկսի իր կյանքը փոխել։ Այսինքն տեսեք, այ հենց որ, եթե մենք sense գլոբալ ենք նայում, չէ, հենց որ հոգին ինքը պատրաստ է իրան փոխի,
Աստված ինչ անում, այդ հոգին ինքը գնում է, ծնվում է արյական քաղաքակրթության մեջ։ Այսինքն իրական ու կրոնական դաշտում է հայտնվում։ Եթե դաշտը ինքը չկա, չէ, որ ինքը այդ է ուզում ասել, որ գիտելիքը գալիս է, չէ, երկու բան է, ինքը կամ ձեռքա մեկնել, որտեղ ծայրահեղ է, հա, ու ձեռքա մեկնում, որ մարդկությունը ինքը խելքը գլուխը հավաքի, սկսի հետ գալ այն գծից, որտեղ ինքը արդեն ուրիշ բաների է արժանի, չէ, կամ ինքը մտադիր է, հոգևոր դաշտը վերականգնի։ Հիմա դա ինչ-որ մեկից սկսի, չէ։ Չէ, ինչ-որ մեկերս սկսենք, չէ, այդ հոգևոր կյանքը, եթե հոգտեղ չէ, մեխանիկական բան չէ, այդ որ պետք է հասկանանք, հոգևոր դաշտը դա մեխանիկական մարդկանց կույտ չի, խաչեր կամ չգիտեմ, չալմաններ կապած։ Այդ կույտը ինքը հոգևոր դաշտ չի։ Եթե իր մեջ չկա մաքրություն։ Մաքրությունը դա մարդու ներսի վիճակն է, չէ՞։ Իսկ ներսում ով եմ բավարշե։ Ինչով եմ զբաղված։ Հասկանում եք, չէ՞։ Ու տեսեք, ասենք, շատ կոնկրետ քայլեր կա, չէ՞, թե ասենք ինչ որակների վրա դու պիտի աշխատես, հենց որ դարձած հոգևոր մարդ։ Ինչ է նշանակում ես խոնարհ եմ։ Այ խոնարհ, ոնց է, պրամոյ բերեմ, էլի։ Խոնար ազնվորությունը չի կարող իրան համարի քրիստոնյա ու չիմանա ավետարան։ Որտեղ եթե մարդը ինքը խոնար է, ինքը ընդունում է գիտելիքը առաջի երկին, չէ՞։ Հիմա խոնարհությունը բերել են որ դաշտ։ Դու խոնարհ ես, եթե քեզ ոչխարի պես ես պահում, որ ով ուզում, ինչ ուզում քո հետ անում է։ Տեսեք, արիացիների պատկերացումները խոնարհության մասին բաբշե ուրիշ են։ Դու կարող ես լինես աշխարհի ամենահզոր ու անհաղթ զինվորներից, որ ես բաբշե գազան ես, հա, բայց խոնարհ։ Այդ ինչով է դառնում խոնարհ։ Երբ որ քո ուժը ղեկավարվում է Աստծո կամքով, այսինքն դու հստակ գիտես, թե Աստված որտեղ է քեզ թույլ տվել, որ դու ուժ կիրառես, որտեղ թույլ չի տվել, դու խոնարհ ես, դաժե եթե վայրենի ես, այդ վայրենի ուժ ունես քո մեջ։ Հասկանում եք։ Հիմա համեստ, դա ո՞րն է։ Հասարակության մեջ, հենց ասում ենք, բազմազանություն կա տարբեր բաներ, չէ։ Այդ տարբերը ընդունելու ունակությունն է համեստությունը։ Որ ես ընդունում եմ, որ ինչ-որ մեկը կարա ինձանից բարձր լինի, ինձանից ավելի երջանիկ, երջանկության արժանի լինի, ավելի սիրուն լինի, որ ես դրան չնախանձեմ։ Այդի կոչվում է ես համեստ եմ։ Հասկանում եք։ Բռնությունից ազատ։ Դա ո՞րն է։ Я берегу все живое։ Առաջի հերթին։ Հա, այսինքն ես երբեք չեմ ոչնչացնում ոչ մի բան, ոչ մի բանի կյանքը չեմ ոչնչացնում, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա, ոչ թե մենակ մարդու, այս ծաղիկինն էլ։ Չէ՞, օրինակ ես չգիտեմ, երևի տեսել եք էլի, կամերանամորտների ֆիլմերը երբ որ ցույց են տալիս, իրանց մոտ այդ շոկությունն է, չէ՞, միշտ էլ, որ իրանք ասեն, երբ որ ворս են արել, հատկապես եթե դանակով, այսինքն непосредственно կռվում են, չէ՞, երբ տեսել եք միշտ այդ խփելուց ասում է «Извини, друг», հա, ու նոր խփում է։ Հասկանում եք, այդ մշակույթն է, որ կյանքը ինքը տենց անմտածված բան չի, էլի, օրինակ հիմա նայեք, ասենք, վերցրեք մեր ժամանակներում ցանկացած այդ բաներ, այդ բան ֆիլմերը։ Մենք ծնված օրվանից ինչ ենք նայում, որ արժեքավոր էր մենակ մի հոգու կյանքը, որը կոչվում է դրական հերոս, որ ինչ անում, ինքը դուրս է գալիս, հարյուրավոր սալդատներ են սպանում, տելախանիցիներ են մորթում, ջահել, ահել, եսի միջ, որը դուրս է գալի, մենք էդ ենք չէ սովորում, որ մարդկային կյանքն էլ արդեն ոչ մի արժեք չունի։ Արժեք ունի մենակ այդ դրական կերպարի գլխավոր հերոսի կյանքը։ Վայ, հանկարծ իրա մի հատ մազին չտպնեն։
Անդեր որ հարատ դիլախանիցիլ կյանք խլեցին, այդ դիլախանիցիլները մերեր ունեին, ընտանիք ունեին, երեխա ունեին, 5 վայրկյանում այդ ամեն ինչին ինչ արեցին, չմար, միջև դες հաշիվ չի։ Չէ՞։ Հասկանում եք, դա համար այդ բռնությունից ազատ ենք ամենակոպիտը դա է։ Ես ոչ մի ավելնոր բան չեմ ստանում։ Եվ բուսականության մեջ, եւ կենդանիների, եւ մարդկային։ Եթե կարող եմ չսպանել, չեմ սպանում։ Ինչու, որտեղ մարդկային մարմինը ինքը ընտրությունա չէ տալի։ Եվ ամենանուրբը բռնությունից ազատ, ամենանուրբ սիմպտոմները ո՞րն է։ Ես կենդանիներին չեմ խանգարում իրականացնել իրանց անմեղ ցանկությունները եւ երբեք ոչ մի կենդանիակի չեմ պարտադրում իմ ցանկությունը։ Հեսա չէ վերջնականը։ Ո՞վ է вообще դրա վրա աշխատում։ Դա նուրբն է։ Այդ այդ սկզբունքի վրա է կանցված հոգևոր աշխարհը։ Մինչև եթե ստեպերով գնանք, կարող է այս կյանքում չհասնենք հոգևոր բանությունը ասել։ Բայց գրքերի մեջ եթե կյանք ունեցա, հաստատ գրել ունեմ։ Հասկանում եք, չէ՞։ Հասկանում եք, պիտի հասկանանք, չէ՞, ասենք այդ ամեն ինչը ինքը ոնց է։ Հիմա տեսեք, ուրեմն արիացիները իրանք տենց են նկարագրում, որ այդ 5 որակով դու ընդամենը իրավունք ես ձեռք բերում մտնես հոգևոր դաշտ։ Это базовое, это первоклассник, առաջին դասարանը ավարտեցիր, այբու բեն սովորեցիր, չէ՞։ Հասկանում եք։ Հիմա տեսեք կոնկրետ որակներ ասվեց, չէ՞։ Ու այդ որակների վրա պիտի աշխատվի։ Հիմա ուզում եք ձեզ մի բան ասեմ, մի հատ էքսպերիմենտ դրեք։ Ամեն մեկը տողոջի բիթիկ ունի, հա։ Իրան այս 5 որակները տվեք, ասեք, կասես այս 5 որակները, ասեք, дай определение этих качеств։ Ու դուք կտեսնեք, որ ինքը բոլորի տարբեր ձևով կասի։ Այդքան երանգներ ունեն այդ որակները։ Հետո հավաքեք, հավաքվեք, տեսեք ում ինչ է ասել։ Հա։ Ու մի հատ ընդհանուր պատկեր կազմեք, որպեսզի կարողանաք պատկերացնել, թե հոգևոր կյանքի սկզբում ինչի վրա պետք է աշխատվի։ Եթե այդ չկա, երբեք չի կարող հավաքվի հոգևոր հասարակություն։ Հա։ Իսկ ընդեր որտեղ 5 մարդուց ավել բան կա, դա արդեն հասարակություն է։ Ինչ որ մի գոյավիճակի ազդեցության տակ։ Հասկանում եք։ Չէ՞։ Հիմա, եթե 50 մարդ 10 տարի նույն վայրում հանդիպում են, ոչ մեկի երջանկությունը չի ավելանում այդ հանդիպումների մեջ։ Հետո ինչ հանդիպում, ընդհանրապես ոչ մի աշխատանք չկա ներքին։ Ներքին, այսինքն հարաբերությունների մշակույթը ինքը չի փոխվում։ Չի դառնում ավելի հաճելի։ Ուստի 10 տարվա ընթացքում ամեն մեկը ընտելանում է, թե որ մեկի պայմանավորված վիճակը ինչ խնդիրներ ունի, ու սովորում այդ խնդիրները համբերել, չնկատել, եզի մանրամարել կամ չգիտես ինչ։ Ուսը։ Այդ это не результат։ Դա հոգևոր արդյունք չի, այնտեղ որտեղ այդ հարաբերությունների մեջ մտավ համբերության կամպանիետը, չէ՞։ Այն именно տուպիկովի համբերության, որտեղ ուրիշ համբերություններ կան։ Հա, այդ տուպիկովի համբերության կամպանիետը որ մտավ, всё, это հոգևոր հետ ոչ մի կապ չունեցող դաշտ է, վերջ։ Ու որտեղ կար, այնտեղ մնաց։ Սկզբում խաչ էր կախում, հիմա էլ ջապայած բացել։ Ոչ բան չփոխվել։ Չէ, մի բան փոխվել է, Ջապանը կապ ուժեղ է։ Հա, դու բոլոր դեպքերում աստղանուններն ալով։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, ուրեմն այդ բազովի բաները մենք նայեցինք, չէ՞։ Հետո տեսանք, դրանից հետո մարդը ինքը սկսում է որոշել,
թե այդ հասարակության մեջ, որտեղ ինքը ասենց ընդհանուր մտավ որպես քաղաքացի, այս 5 որակով ինքը մտավ որպես հոգևոր դաշտի քաղաքացի։ Այս պարճապատով աստու առաջ կանգնած։ Հա? Այսինքն որն է դրա հիմնական բանը։ Ես անհանգստություն ստեղծող էակ չեմ։ Այս 5 բազան, այս 5 որակները, այդ դա է, որ ես ինձանից անհանգստություն ստեղծող չեմ։ Հիմա հոգևոր դաշտը ինքը պետք է լինի խաղաղության, բարգավաճության, երջանկության դաշտ։ Չէ՞։ Այլ որպեսզի ես ինքս էլ լինեմ անձնավորություն, որը այդպիսի դաշտ ստեղծող է, ես առնվազն այդ 5 որակ ունենամ։ Համաձայն եք։ Բանս ասանք բանա, չէ՞։ Հիմա գնաց դրանից ավելին։ Այսինքն այս 5 որակը իրանք դրա համար է, որ ես ճիշտ մտնեմ, բայց չէ, իրավունք ունենամ մտնեմ իրական հոգևոր դաշտ։ Հիմա ասենց ասեմ, լեգիտիմ հիմա էլ Աստծուն հիշեք, հա։ Այն որ Աստված ասի, հա, դու իմ քաղաքացին ես, արի ստեղ։ Չէ՞։ Հիմա դրանից հետո գալիս է ուրիշ խնդիր։ Թե ես որ արդեն մտա այդ դաշտ, հիմա այդ դաշտում ես ինչ պիտի անեմ։ Ինչ պիտի անեմ այդ դաշտում։ Ես այդ դաշտում պիտի լինեմ հավաքարար։ Ես այդ դաշտում պիտի լինեմ փող աշխատող։ Ես այդ դաշտում պիտի լինեմ ղեկավար։ Ես այդ դաշտում պիտի լինեմ հոգևոր առաջնորդ։ Ինչ պիտի լինեմ։ Չէ՞ որտեղ ինքը հենց որ հասարակություն, ինքը միանգամից ֆունկցիաներ է ուզում, չէ՞ հասարակությունը։ Ոչ տես չի, որ բոլոր հասարակությունը նույն որակներն են ուզում։ Մենք տեսնում ենք, որ հայրացիները իրակացնում են, այո, կա բազովի այդ հիմնական որակները, դա 5-ն են։ Բոլոր հոգևոր մարդիկ, անկախ նրանից իրանք պրեզիդենտ են, աման լվացող են, թե ինչ են, այս 5 որակը պիտի ունենան։ Հենց ինքը մի քիչ քիթը բարձրացրեց այս 5 որակներից, որևիցե մեկը կորցրեց, ինքը հոգևոր մարդ չի այլևս։ Всё։ Չէ՞։ Հիմա տեսեք, մտանք։ Հիմա Աստված սկսում է ավելացնել, չէ՞, ինքը ասեց։ Հիմա նայում ես քո մեջ։ Եթե դու ինչ-որ մի գործ անելու մեջ վարպետ ես, եթե խաբեբա չես, եթե երկերեսանիչ չես, եթե կարողանում ես հավատարիմ մնաս նրանց, ով որ քեզ վարձատրում են քո աշխատանքի դիմաց, չէ՞։ Եթե հարգում ես սուրբ գրվածքներն ու Աստծուն, հա, դու բանվոր դասակարգ ես։ Այսինքն այդ հոգևոր դաշտի մեջ դու պիտի պրոստը ձեռքերով ինչ-որ մի բան ավլես, դնես, էփես, սարքես, չգիտեմ, հավաքես, եսիմիջան, այդ ձեռքերով ինչ-որ մի բան անես, ինչ-որ անում են բանվոր քրիստիանսկա գյուղացիական դասակարգ։ Չէ՞։ Հիմա, տեսեք, հաջորդը ինքը ով է։ Հաջորդը նա է, ում Աստված իրավունք է տալի, ում Աստված ցենց ասեմ, հարստացնում է։ Ինքը ում է հարստացնում։ Մենք անցյալ անգամ կարդացինք, չէ՞։ Հիմա տեսեք, այդ որակները երբ որ կարդում ենք, չէ՞, հիմա ինքը սենց մի հատ բան է, չէ՞։ Եվ լյուբոյ հարստություն, որը ես ձեռք եմ բերում, ոչ այն մեթոդներով, որը գրացված է, էդի Աստծու տված հարստությունը չի։ Հասկանում եք, ես միշտ էդի քննարկում եմ, որ մենք պիտի հասկանանք, եւ սատանան է տալի երջանկություն, հարստություն, իշխանություն, չգիտեմ, գիտելիք, գիտնականները, հա, աշխարհիկ, եւ սատանան է տալի, եւ Աստված։ Պրոստը սատանան ինքը տալիս է մեղքի դիմաց, արատավորության դիմաց, այսինքն սատանան ինքը ասում է, այ ձեր ցանտան եմ, այս դաշտը, ստեղ ես եմ, երբ որ ես եմ, ստեղ ամեն ինչը արվում է մենակ 4 մեղքի հաշվին առաջի հերթին։ Այդտեղ պիտի ծաղկի մսակերությունը, այդտեղ պիտի ծաղկի թմրամոլությունը,
սիգարետ, խմիչք, չգիտեմ, բան, նարկոտիկ, եսի ինչ, չէ, այդտեղ պիտի ծաղկեն ազատ խաղերը, այդտեղ պիտի ծաղկեն բանը, նո, անբարոյականությունը սեռական։ Իսկ միշտ ասում հենց գալիս են, սարքում են նочные клубы, игральные дома, и где эти стриптизерши танцуют вокруг этого шествия. Все, հասկանում եք, ուզում ես լինես հարուստ, ուրեմն պիտի գողանաս քո, կողոպտես քո ժողովրդին, կարողանաս խաբես, գցես, եթե պետքա սպանես, էս անես, են անես, գնա դարձի, ուզում ես պրեզիդենտ տանեք դարձի։ Մենք պիտի նայենք, թե ինչի հաշվին մարդ ինչ-որ բանի հասավ, այև որ այդ հաշիվը ինքը այս բաներն է, դա սատանայի տվածն է։ Ну, քրիստոնյաներն ասում են բան չէ, դուշու պրոդալ սատանե, չէ, հոգին ծախածա անդ, հասկանում եք, մա աստված էլ ինքը իրա օրենքները ունի, ինքն էլ ուղղակի հակառակն է ասում, ինքը ասում է այս 5 որակը, հա, ուրեմն, բան, համեստություն, խոնարհություն, բռնությունից ազատ, բան, համբերատար, հետո տեղ մի կետի մեջ 2 որակ կա, էլի, պարզ կյանք, մաքրություն։ Այդ մաքրությունը ինքը սկսում է այդ 4 սկզբունքները։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, չէ՞, ասենք, եւ հիմա դրանից հետո, այբ որ մարդը ինքը էդի վերցրեց, եթե ինքը այդ որակներ ունի, որ ես նոր թվարկեցի, երկերեսանի չի, ես չի ձեռքերով հմուտ, չէ՞։ Ինքը դարձավ կրոնական հասարակության մեջ բանվոր գյուղացիական գյուղացի։ Այսինքն մարդը դիմանա ինքը ինչ կարող է իրան թույլ տա։ Հա, տեսեք, արական քաղաքակրթության մեջ, որպեսզի դու կարողանաս ազատ շարժվես, այդ 5 որակը էդի հաշիվ չէր է։ Հիմա գնաց ավելացավ։ Այսինքն երգերեսանի ես թե չէ։ Այսինքն ես իմ մեջ ես չգիտեմ, ես մարդ եմ, որը կարող է մի մարդու մասին ուրիշ բան մտածի, ուրիշ բան ասի, հա? Կամ ես մարդ եմ, որը կարող է ասի, վայ ցավը տանեմ, բա ես քեզ գիտես ինչքան եմ սիրում, բայց այդ մոմենտին ունես մի հատ կեղտոտ բան արածալի, որ ուղղակի եկել է, որ տեսնի իր արածն տեղ ասել, թե չէ։ Հա? Ona գիտեք, օրինակ ասենք, երբ որ մարդիկ իրանք թուղթուղիր են անում, հա, իրանք ամենաշատն են գալիս տես, մեկ էլ ընկերական հետաքրքրություն է բռնում։ Սկսում են զանգել, մեկ գա, ոնց ես, կամ ասենք, որ թեմայով որ գիրը արել, տեղ հարցնում։ Գործերը ոնց են, երեխադ ոնց է, ամուսնացավ, գնացել անենց արել, որ տաններ ոչ մեկ չամուսնանա։ Հիմա շուշուտ հարցնում է, որ հիմա հանգարց, եթե ինչ-որ բանը չի կպե, գնա թարմացնում, չէ՞։ Չէ, լուրջ եմ ասում։ Հասկանում եք, չէ՞։ Դրաման ինքը ասում է, ուրեմն հաջորդ որակը է, դու պիտի կեղծավոր չլնես մարդկանց հետ։ Կեղծավոր չլնելը, էդի չի նշանակում, որ երբ որ դու մարդու մասին ինչ-որ մի թերություն ես տեսնում կամ եսի, ինչ պիտի գաս ու եսի միջեր ասես իրան։ Էդի չի։ Հա, որովհետև հոգևոր մարդու լեզուն ինքը բարի է։ Ինքը երբեք մարդուն ցավացնելու համար բերան չի բացում։ Հասկանում եք։ Եթե նույնիսկ թերության մասին է խոսում, ուրիշ ձևի է խոսում։ Հասկացա՞ք։ Մարդիկ, հիմա ես չգիտեմ, ես կեղծավոր եմ, դե կեղծավոր չեմ։ Բայց այդ հարցերի մեջ, այդ հարցերի շուրջ մարդը պիտի մտածի, չէ, ինքը իրան դե հայրու մեջ նա ասում, մենք սեղու եմ ես վաճե։ Ես կեղծավոր եմ։ Ես ոնց եմ վերաբերվում նրանց, որ ես օրինակ ասենք, ով ինձի կերակրում է իր կողմը, ով ինձի վարձատրում է, հա։ Ես մաքրասեր եմ։ Չէ՞, տեսեք, օրինակ, հոգևոր դաշտում գտնվելու սկզբունքներից մեկը էդի մաքրասիրությունն է։ Այլացիներ իրանք ասում են սովորական մարդը թեորետիկան 2 անգամ լողանա, հոգևորականները 3։ Ու լողանա չեն կտրում են մի ժամ տատում։ Հասկանում եք։
Կամ ասենք ամեն օր ինքը պիտի հագնի լվացած շոր։ Երբեք չի կարելի նույն հագուստը երկրորդ անգամ հագնել։ Հագուստը հենց հագար, տարավ, դիտումես գցես լվանոց։ Որտեղ հագուստը ինքը իր վրա էներգի կուտակելու հատկություն ունի։ Չէ, դրա մարմնակ տեսեք, միջև հիմա էլ այդ բաները կա, չէ, որ գերեզմաներ գնում են այդ հագուստով, հետո ոչ մի տեղ չեն գնում։ Всё, эти дома գերեզմանոցների հագուստ, մեղրների վրա գնալու հագուստ։ Հասկանում եք, հիմա այդ բանը սովորական մարդիկ այդ բաները պիտի ունենա, չէ։ Հիմա գնաց, մտանք հարուստների մեջ, բա Աստված տալիս հարստություն։ Ուրեմն տեսեք, ինքը պիտի ունենա այդ 5 որակը։ Պիտի ունենա սովորական մարդու որակները, այսինքն ինքը պետք է լինի երկրի սակրությունից ազատ, մաքրասեր, հա, բան, ասած, գողության հանդեպ հակում չունեցող։ Դες ինքը եթե ինքը օրինակ ասենք տենց շուշներից ընդերից բան փոխելու բնավորություն ունի, հոգևոր դաշտում, արիացիներին հանգստով մենք, իրական հոգևոր դաշտում ոչ մեկ իրան թույլ չի տա, որ ինքը մեծ փողերի հետ գործ ունենա։ Ոչ մեկ բացառված է դա։ Հասկանում եք։ Ուրեմն ինքը այնտեղ թե ապացուցի, որ ինքը այդ որակը արդեն ունի։ Ու դրա համար այլ որ sense այդտեղա որ միշտ կարևոր է որ անձնավորությունը ինքը իրան պահի հոգևոր գրվածքի, սուրբ գրվածքի ղեկավարության տակ, չէ՞։ Այլասիներ իրանք ասում են սուրբ գրվածք, սուրբ մարդիկ, սուրբ գրվածք, սուրբ մարդիկ։ Всё, այն միշտ պետք է պահես քեզի իրանց ղեկավարության տակ, որտեղ պիտի իրանք են որ քեզ դուք չեն տա, որ դու դառնաս արատավոր։ Հասկանում եք։ Դրա համար այդքան կարևոր սուրբ գրվածքը միշտ կարդալ։ Դա պրոստը իրան տակ, sense տակ վիճակում քո մեջ պահելու համար։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք։ Ուրեմն, երբ որ խոսքը գնում է այս առևտրականների մասին, չէ՞, ինքը ասում է այսպես. Կիսաստվածներին հոգևոր ուսուցչին, գերագույն տիրոջ անձնավորությանը, հավատարմությունը, կրոնական պարտականությունների մեջ կատարելության հասնելու ձգտումը, նյութական բարգավաճման ապահովումը եւ զգայարանների բավարարումը, հոգևոր ուսուցչի բառերի եւ սուրբ գրվածքների հանդեպ հավատը եւ փող աշխատելու անփոփոխ ցանկությունն ու հմտությունը առևտրականների որակներն են։ Հիմա տեսեք, այսինքն, ինչ նպարկվեց, չէ՞, թվարկվեցին կիսաստվածները, չէ՞, մաքուր նվիրանները, Աստված, չգիտեմ, սուրբ գրվածքը, այսինքն այն, ինչը որ ապահովում է կենդանիակի ներքին կրոնականությունը։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այստեղից մի անգամ ես համար եմ ասում, երբ դու ճշմարտությունը գիտես, չէ՞, այն ծուրմաները գնահատելը դրա համար մի րոպե է պետք։ Չէ՞։ Հիմա, եթե ես արատի միջոցով գումար եմ վաստակում, չէ՞, ու կրոնական դաշտը դա հանդուրժում է ու ինձանից փող է վերցնում, պետք է լուրջ մտածել, այդ կրոնը ինչ է, այդ կրոնի հոգևորականները ինչ են, իրա սուրբ գրվածքը ինչ է։ Հասկանում եք։ Այսինքն իրական հոգևոր դաշտում, այդ հոգևորականների համար եւ սուրբ գրվածքները իրանցով, չէ, իրանց համար ահավոր կարևոր է, ինչի հաշվին ես դու դարձել բարգավաճ։ Հենց որ այդ կետում սկսվեց կեղծավորությունը, դվայնի ստանդարտի, всё, ինքը կրոնական դաշտ չի, այստեղ բաներ կա, որ սև ու սպիտակ է հասկանում եք, всё։
Հա, իհարկե, դա շատ սահմանափակում է մարդուն, չէ՞, որտեղ հիմա աստվածամեժության դարաշրջանն է, հիմնականում հարստությունը տրվում է ու թվարկեցինք ինչի հաշվին, չէ՞։ Ու այո, մարդիկ իրանք ներքինից պիտի տենց բաների պատրաստ լինեն, որպեսզի կարողանան հասնեն ինչ-որ մի բանի, չէ՞։ Նայում ես, տեսնում ես, ասենք, չգիտեմ, տարիներով ինչ-որ մեկին կուլտ են սարքում, որ ինքը ընդեղ, ասենք, չգիտեմ, դերասան է, որը ինքը դրական դերեր է խաղում, եսի բանսենք, աստված աստղեն չես բան միջան, մի քանի տարի հետո անցնում է, մեկ էլ սկսում են այդ խեղճ մարդու բաները սփռել սեղանին։ Ուզում է ինքը նարկոման ա եղել, այլասերված ա եղել, պեդոֆիլ ա եղել, սա եղել, նա եղել, բայց չգիտեմ, պոպ զվիզդա։ Հասկանում եք, կրոնական դաշտը ինքը տես բաները չի հանդուրժում։ Որտեղ տեսի անմիջապես, ու եթե քրիստոնյա լեզվով խոսանք, անմիջապես բանը սատանան ներկա է հենց հիմա հենց ստեղ։ Սաղին ձև առնում, ասում սաղ դիմն է հիմա։ Ինչու կարծում եք թե ինչ-որ ոգևոր դաշտում եք գտնվում, այդ է։ Հասկանում եք, հիմա տեսեք ուրեմն, իսկ ինքը Աստված, չէ՞, ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է մենակ այն մարդուն եմ ես տալիս հարստություն, որը գողության հանդեպ հակում չունի, որը ճշմարտախոս է, ճիստապլոտ ճիստապլոտը ինքը երկու ձև կա, չէ՞, հատակին և ներքին, չէ՞, այդ ինչ-որ բաներ կա, որ ինքը իրան երբեք արտերս թույլ չի տա։ Դա համար ես միշտ ինչ եմ ասում իրական հոգևոր մարդուն պետական օրենսդրություն պետք չի, որտեղ իր ամենախիստ օրենսդրությունը հենց իր մեջ է ապրում։ Դա Աստծո տված ստանդարտներն են բարոյականության։ Հասկանում եք, որ ինքը երբեք չի անցնի, չէ՞, ուրեմն այ երբ որ այս բաները բանալեց, հաստատեց, որ ինքը դա ունի, այ երբ որ այդ անձնավորությունն է հարստանում, չէ՞, դա Աստծո տված հարստությունն է, ու ինքը ունի իր սիմպտոմը։ Ոնց ենք իմանում, էլի, որ այս Աստծո տվածն է, ու ինքն էլ իրոք ռեալ հոգևոր մարդ է, որին Աստված տվել է հարստություն։ Դա հենց իրանք են, որ թույլ չեն տալի, որ հասարակության մեջ լինեն աղքատներ։ Հասկացաք, եթե առևտրականների խավը ինքը թույլ է տալիս, որ երկրի մեջ միանում են բաների հետ, իշխանավորների հետ, չէ՞, եւ որ իրանք թույլ են տալիս, որ երկրի մեջ լինեն աղքատներ, այդ բաները ուզում է 500 հատ եկեղեցի սարքեն։ Այդ ամեն ինչը Աստծո հետ ոչ մի կապ չունի։ Այդ Աստծո կողմից տրվածը ինքը անպայման նպաստում է, ինքն շուռ է գալիս ու անպայման նպաստում է, որ աղքատները իրանք լինեն, ինչքան ինքը կարող է, ինքը ապահովում է։ Հասկանում եք։ Ինչ-որ որակներ կա, էլի, որ ինքը խոսում է, որ հոգևոր է, թե հոգևոր չի։ Հիմա այդտեղից մարդիկ իրանք կարողանում են հասկանալ, իրանք իրոք Աստծուց են ստացել, որտեղ մեկ-մեկ ասում են իմ Աստված, ես էլ իրանց նեղացնում եմ, ասում այդ ինչ-որ դա ասում ես քո Աստված, դա սատանան է։ Հա, սատանան քո Աստվածն է, որտեղ դու գնում ես, ես ինչ այլանդակ բաներ ես անում, ինքը քեզ ես ինչ է տալի, դու ասում ես ող Աստված ջան, Աստված մի տեղ երկրպագելի անձնավորությունը կա։ Բայց դա ով է, ոնց կարող էր Աստված, որ ինքը սեր է, մաքրություն է, էսա, այն սենց բաների դիմաց քեզ հարստություն տա։ Դա ուրեմն է, եթե Աստված ինքը էտա, մենք դեռ вообще ինչի համար ենք հավաքվել։ Ինքը արժանի չի, вообще իր մասին խոսանում, եթե ինքը տենց անձնավորություն է։ Համաձայն եք։ Հաջորդը գալիս են իշխանավորները։ Հիմա տեսեք, ստեղ ինչ ասեց, ինքը ասեց ցանկություններ կատարելը։ Այդ ինչ հետաքրքիր է, չէ՞, այսինքն ինքը 5 որակը ձեռք բերեց, չէ՞։ Շուդրաների որակները ձեռք բերեց, ճշմարտախոս է,
ուղղության հանդեպ հակում չունի, ես այն ֆլանը վստահ եմ, այն չնշանակում, որ ինքը երբ որ այդ բուկետը վերցրեց, մոտավորապես իրար հետ 10 որակա գալիս, չէ՞, երբ որ այդ ինքը 10 որակը վերցրեց, ինքը դառնում է մի անձնավորություն, որը վտանգավոր ցանկություններ չի կարող ունենալ։ Հասկանում եք։ Ու դրա համար գերագույն Աստծո անձնավորությունը առաջին բանը ինքը համել մարդու համար այն է, մի հոգին ոնց է պրոգրեսում է, հասկացա՞ք, չէ՞։ Եթե կյանքից կյանք խավի մեջ, ու մի անգամ այդ քո մեջ ինչ բան ես ունենում դու, չէ՞։ Ու այդտեղ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենթանիակին նյութական ապահովություն է տալի։ Ինչի համար։ Տեսիք ինձ ասաց, ինքը ասեց ինչի համար, որպեսզի ինքը կարողանա իրականացնի իր ցանկությունները, այսինքն իր ցանկությունները արդեն աստվածային են, ու Աստվածը իրան հնարավորություն է տալի, որ ինքը այդ ցանկությունները իրականացնելու հնարավորություն ունենա։ Այսինքն Աստված կենդանի ապերին չի տալիս հարստություն այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ հարստությունը կարող օգտագործվի ի վնաս ուրիշ կենդանի էակների։ Օրինակ, հարուստել լյուբոյ ստիլում աղջիկ կարան առնել։ Հա? Չէ, որտեղ տեսեք արական կարգագրության մեջ վարժեհաներում, չէ, գեղեցիկ կանայք իրանք հատուկ արժեք ունեին։ Երբ որ կինը ինքը գեղեցիկ էր ծնվում, դաժե եթե բանվորի ընտանիք ունենա, իրան միանգամից տանում էին բարձր խավերի մոտ, որ ինքը գեղեցիկ ժառանգներ ունենա։ Չէ, ինքը միշտ գեղեցկությունը աշխարհում կանացի բնության մեջ ամենաանհավանական խառնուրդն է մեր ժամանակներում, դա գեղեցկությունը առաքինության հետ։ Եթե դուք ուշադիր նայեք, մեր ժամանակներում առաքինություն ընդունում են մենակ այն տագերները կամ միջինները։ Բոլոր գեղեցիկները գնում են դեպի անբարոյականություն։ Այսինքն գեղեցկությունը դառնում է առևտուր։ Ինքը իր գեղեցկությունը վաճառում է, որ ինչ-որ մի բանի հասնի։ Չէ՞։ Ու դրա համար մեր ժամանակներում գեղեցիկները քայլում են տկլոր, որովհետև առևտուր են անում մարմնոր, չէ՞։ Հիմա ասենց էլի, առևտուրը ժամանակ է չի, որ անբարոյական է դառնում, ինքը առևտուր անում, որ կինել դառնա, այդ իր ամենամեծ առևտուրն է, չէ՞, լինել ամուսնանալ հարուստի հետ, սենց սիլիկոն, по-моему, տղամարդիկ արդեն, по-моему, տաշնի уже յատեցի, խուատետով սիպովըց, ումից մոտես տպավորությունը, որ տղամարդիկ հոգնել են դրանից, որտեղ սկսել են մի քիչ մտցնել են բնական գեղեցկություններ, վերադարձնում են այն ժամանակները, որտեղ կինը ինքը իր գեղեցկությունը ուներ, էլի, չունեց արժեք կար այդ ամեն ինչի մեջ։ Ամենք դանդա չենք խոսում, հասկանում եք, չէ՞, իսկ օրինակ տեսեք, ասեք, չէ՞, նայ, ասեք մենք, որ հարուստ են ցույց տալի, այն լյուբոյ կինոյում ցույց են տալի, բիզնեսմեն, այդ առևտրականները դա բիզնեսմեններն են, չէ՞, ով է, մի հատ լպիրշը մեկն ասես նստած, ցնված, իսկ մի հատ խաչ, 500 հատ սիրած, տուտուկները խաղացնելով ման են գալի դաշուրջը, չէ՞, որ նայում ես, все такие красавицы, ուզես պրոստը լացըվ գալիս է։ Ապսոս չի արատեն, դաջե կանոչով, մեզ մոտնաս ասես, դու այդ ախմախ մապշե, դու ինչի վրա ես ծացում էդ կեզ նայարամ, դու մարմարը լես, ինչ ես անում։ Չէ, այդ է, տեսեք, երբ որ ինքը հարստությունը կա, կարող են իրանց թույլ տան գեղեցիկ կնոջը, որը ինքը բարոյականության հանդեպ հակում ունի, առնեն ու դարձնեն պողնիկ։ Դա ահավոր բան է։ Հասկանում եք, խոսեցել եք, ցայտուն օրինակ կրնի, թե ինչի մասնա խոսքը, ինչի ասպաս չի տալի, այ քանի դու էդ անող ես, տենց բաներ անող ես, ինքը աստված կեզ կող չի, սատանան պաժալստը, այսպես չես տված կանգնած,
5 րոպեում ինչ ասես կտա։ Բայց Աստված չէ։ Այ որտեղ է մարդը ինքը թակարդի մեջ են գնում։ Երբ որ ինքը իրականում իր մեջ, ասենց սատանայի համար նախատեսված ցանկություններ ունի, բայց ասում է ես հավատացյալ եմ։ Ոչ ընդեղից է ստանում, ոչ ընդեղից։ Հասկանում եք։ Որտե սատանան ասպակերել ես, եթե հավատացյալ ես գնա Աստծուց խնդրի, գնես Աստծուց աստվածներ ասպակերել ես, բայց դու դրիվ սատանայի ծառա ես, я при чем, ես տես բաների դիմաց չեմ տալիս, հասկացաք չէ։ Հասկանում եք, ուրեմն այս բաները դե արյացների իմաստը ինչի վրա են շեշտը դնում, որ ասենք այ ինչն է, ինքը ինչ ճանապարհ իր մեջ անցած լինի, որ Աստված իրան հարստություն վստահի։ Հասկանում եք, ու տեսեք, ինքը հատուկ ասում է, որ այդ հարստությունը իրան վստահվում է, որ ինքը վայելի։ Չէ, ասվեց, մարդը կամ հասկացա իր ցանկությունները կամ իրականացնի։ Եվ սա ինքը հաջորդ շոկն է, որ հոգևոր մարդը ինքը իրավունք ունի վայելի իր կյանքը։ Ինքը իրավունք ունի լինի երջանիկ։ Հասկանում եք։ Հա, ինքը իրավունք ունի, եթե ինքը փող ունի, ինքը իրավունք ունի լիքը կին ունենա։ Բայց իմինը կին։ Դեռ արածներն ասում են, եթե կապում, ոչ մի քեզ բան չի ասում։ Կնոջը մարդի ծերով ուզենաս գտնես, առաջ սկզբից ամուսնանում ես, հետո տալ ինչու ես արա։ Մուսուլմանները վերցրեցին այդ օրենքը։ Ու դրա հաշվին իրանք հիմա հաղթում են քրիստոնյաների։ Այս պրոստը քանակությամբ։ Մնացածի մասին չենք խոսում։ Իրանք հիմա պրոստը հաղթում են։ Որտեւ այդ օրենքն են վերցրել։ Կարող ես մի հատ կին ունենաս, բայց կարող ես 10 հատ ունենաս, կարող ես 50 հատ ունենաս։ Ուներ օրենքներ կա, թե ինչ պահպանես իրավունք, ինչ դրամատիկնես, մատրատեղ չխորան։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս սրա մասին է խոսքը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցանկությունը իրականացնելու հնարավորություն է տալիս, որ չմոռացվի դիմաց։ Ու այդտեղ ամենակարևորը դա է, որ իր ցանկությունները այլևս Աստծո կամքին ենթարկված են, այսինքն ինքը բարոյական մարդ է։ Իսկ մեր մոտ բոլորը ձգտում են հարստության, որտեղ հարստությունը իրանց հնարավորություն է տալու, իրանց ներսի այլասերվածությունը բավարարել։ Չէ, ինքը մոտիվը ինչի համար է հարստություն ուզում, որ ինչ անի, ինքը արդեն խոսում է, դա աստվածային մարդ է, թե սատանայի ծառա է, թե սատանայի կերպ է, էլի ոչ ասում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա դրանից հետո գալիս է իշխանությունը, այսինքն երբ Գերագույն Աստծո անձնավորությունը հենց ինքը քեզ հնարավորություն տալի, այդ հասարակական դիրքում են դրանք իշխանավորներն են, չէ՞։ Հիմա եթե մենք խոսում ենք մարդու զարգացման տեսանկյունից, ուրեմն ինքը քեզ բարեկեցություն է տալի, երբ որ վստահ է, որ դու այդ բարեկեցությունը օգտագործելու ես առաքինության մեջ։ Չի նշանակում, որ դու չես վայելելու։ Դու իրավունք ունես, քո համար սիրուն տուն շարքես, գեղեցիկ հագնվես, չգիտեմ, ոսկեղեն առնես, չգիտեմ, էս անես, այն անես, բայց այդ ամեն ինչը անում ես բարոյական սկզբունքների վրա։ Ոչ թե առավոտից իրիկու հարբեցողություն, ֆորմիկներ խաղացնել, բանետի ժամանակ։ Դե որ գնում են միշտ։ Չէ, չէ։ Ocupar el celular. Sound. Էդի խաղացնես եսի միջ, հասկացա, չէ՞։ Եթե ինքը այդ երազելով է ուզում, ինքը вообще հոգևորի հետ ոչ մի կապ չունի, ուզում է իր խաչը 10 կիլո ունի, ինքը ունեն 600 հատ եկեղեցի սարկացած։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա հաջորդը դա գալիս է, թե իսկ երբ Գերագույն Աստծո անձնավորությունը քեզ իշխանություն տալի։ Ո՞րն է իշխանությունը, որ դու իրավունք ունենաս, ինչ-որ մեկին ասես սենց արա։ Ու կարդում ենք այդ որակները։
Եսա, ես էլ կարդանք ու պրծանով ենք, հոգնեցիք? Ոչ, ոչ։ Ուրեմն, իշխանություն, գերագույն աստվածնավորությունը, գիտեք սենց էլի, ուրեմն, իշխանություն և հոգևոր դաշտը պաշտպանելու իրավունք, այսինքն զինվոր, երկու ինքը այդ բանը տալիս, հերոսություն, ուժ, վճռականություն, հնարամտություն, կռվի դաշտում խիզախություն, վեհանձնություն, ղեկավարելու ձիրք, անհաղթելիություն, դիմացկունություն, առատաձեռնություն, չափավորություն, ներողամտություն, բրահմանների նվիրվածություն, անսպար կենսունակություն և ճշմարտացիություն։ Տեսեք, ուրեմն, երբ որ մենք խոսում ենք, երբ որ ես ունեմ առաջի որակները, այդ բաղրաստի բանվոր հասարակ բան չէ, ուրեմն ես որակավորում ունեմ կրոնական դաշտում, ապահովեմ կենցաղի էսթետիկա։ Չէ՞, էսի սարքեմ, էսի տնեմ ճիշտ տեղը, ինչի որ գտնեմ, սիրում սարքեմ, ինչ-որ ձեռքերով արվում, չէ՞, ասկա ես պատասխանատու եմ էսթետիկայի համար։ Երբ որ ես դարձա առևտրական, ես պատասխանատու եմ հասարակության բարգավաճության համար, չէ՞, երբ որ ինձ տրվում է իշխանություն, ես պատասխանատու եմ արդարության համար։ Հասկանում եք, այսինքն ինչքանով է հոգևոր հասարակությունը հարուստ եւ դրա համար ի վիճակի այն որտեղ երջանկության ինչ-որ կետեր կան, չէ, որը հարստությունն է ապահովում։ Մարդը մարդը ինքը միջև չլինի բարգավաճ, ինչ-որ կետեր կան, որտեղ ինքը չի կարող լինի հարուստ, որտեղ երջանկությունը դա միշտ ցանկությունների իրականացնելու հնարավորության հետ է կապված, չէ։ Իսկ դրա հետ է կապված, իր առաջի հիմքը դա տեսական զարգացումն է, այսինքն բարգավաճումն է, չէ։ Բայց հիմա երբ եմ ես անձնավորություն, որը կարող եմ այս կամ Աստված ինձ կոշտի, չէ, որ ես ունենամ իշխանություն։ Այդ իշխանության համար, տեսեք, ինքը երկու մասի բաժանեց, չէ։ Այսինքն, եթե ուշադիր էիք լսում, որակներ կան, որոնք իրանք խոսում են նրա մասին, որ ես պատրաստ եմ ինձ զոհեմ այդ հասարակության համար։ Երբ որ ես իրան պաշտպանում եմ, եթե ես ուզում եմ իրան պաշտպանել։ Չէ, այսինքն տեսեք, գերագույն աստվածնավորությունը ինքը իշխանություն է տալիս հոգևոր դաշտում, այն անձնավորությանը, ում համար այդ դաշտի գոյությունը իր կյանքից ավելի թանկ է։ Այսինքն դուք հասկանում եք, դա ինչ հոգի է, չէ՞, դա արդեն մի հատ հոգի է, որ իր համար այդ արժեքային, այստեղ ինձ համար շատ կարևոր է, ոչ թե այդ արտաքինն է, ես քրիստոնյա եմ, ես մուսուլման եմ, այդ ամեն ինչ ավանդավորություն է իրականում։ Հասկանում եք, չէ՞։
այդ իրական, այդ էությունը, այդ ներքին, այդ մաքրությունը իր համար նենց արժեք ունի, որ իր կյանքից թանկ է։ Երբ որ կենդանիակը ինքը պատրաստ է, տեսեք երկու տիպի կենդանիակներ են պատրաստ իրաց կյանքը զոհեն, այդ այնքան հետաքրքիր կետ է։ Տգետները ու առաքինիները։ Այսինքն մենք միշտ մտածում ենք, որ եթե մարդը ինքը իր կյանքը զոհեց, ինքը բան է, վաու հերոս է, բայց մարդը ինքը կարող է իր կյանքը զոհի տգիտության հիմքի վրա, կարող է զոհի գիտելիքի հիմքի վրա, այսինքն գիտակցված, ոչ թե բանի տակ, աֆեկտի տակ ընկած։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար Վակտիվիդոն Թակուրը ինքը մի քիչ հետո ինքը ինչ ասում, ինքը ասում է այդ հոգևոր հասարակությունը ինքը ավիրվում է, երբ որ վերանում է երկու բան՝ բրահմանների մաքրությունը եւ քշատրիների, այսինքն իշխանավորների պատրիոտիզմ, հայրենասիրությունը։ Հասկացա՞ք, չէ՞։ Ու այս հայրենասիրության տակ իրանք նկատի չունեն էլի երկրի սահմաններ, այդ որ ինքը հայրենասիրն է կրոնական դաշտի հանդեպ։ Հասկանում եք, այդ երկուսը երբ որ կորում, այն կասկածյո, հոգևոր դաշտը կորավ, դե հոգևոր պետություն չի կարող կայանալ։ Այդ իրանք սաղ իրար, այդ երեք խավերը, առևտրականները, իշխանավորն ու կեղծ հոգևորականները իրանք միանում են իրար, որպեսզի բան աղքատացնեն այդ հասարակությունը, կողոպտեն այդ հասարակությունը, որտեղ միանգամից հասարակությունը լցվում է աղքատներով ու դժբախտներով, վերջացավ։ Չէ, ուրեմն այդ որակներ կային, չէ, հերոսությունը, բանը, ինչ ուժը, բան նախորդի բստել է, հնարամտությունը, բան, այդ բոլորը իրանք, չէ, այդ զոհելու, կեզ զոհելու գաղությունն է, չէ։ Այն որ նկասենք այստեղ բոլորս կստացենք, հետո ինչ որ մեծամասամբ կինենք, չէ։ Ամեն մեկը ինքը կարող չէ մի հատ մտածի։ Օրինակ ես այդ թեմայի շուրջ շատ եմ մտածել, ու ես այս հարցում ես բոլոր հարցերում, ճիշտ ասած, Աստծո ողորմածությամբ իմ հստակ պատասխանի ունեմ։ Եվ այդ պատասխանների հաշվին ա որ առաջ ես գնում։ Ասենք ես ինչ կարող եմ ես զոհեմ այս դաշտի համար։ Ինչը կարող եմ զոհեմ։ Ու նրանք ովքեր ինձ մոտիկից ճանաչում են, իրանք շատ լավ գիտեն, որ ասենք այդ որ ես խոսում եմ այս դաշտի մասին, ասենք ես գիտելիքը պարտաբերում եմ, տարածում եմ, ես ինչ եմ անում, իրանք շատ լավ գիտեն ինձանից ինչ զոհաբերություններ ա պահանջվել ու շատ լավ գիտեն ես ինչ կտրական ձևով եմ այդ զոհաբերություններին գնացել։ Չէ, ուրեմն այդ որակներն էր։ Հիմա հաջորդը պետք է արդարություն ապահովող։ Չէ՞։ Ու տեսեք հիմա, երբ որ մենք նայում ենք այս կենդանիակից այս զարգացմանը, չէ՞, օրինակ ես որ ճիշտ ասեմ, ինձ այս իշխանավորների որակների մեջ ամենաշատը հրապուրում է այդ որ ասեց կենցաղինդը, они жизнерадостные։ Հասկացա՞ք, չէ՞։ Տեսեք, երբ որ մարդը, ասենք հիմա վերցնում եք մարդու զարգացումը, այնքան մտավ, դարձավ համեստ, խոնարհ, եսին ֆլան ֆստան եկավ ստեղ, դարձավ չկապող, կոզիսանի էտի դուզել եկավ ստեղ, դարձավ իր հարուստ, արդեն սկսեց բաներ ստանալ, չէ՞, արդյունքներ, ստացավ հարուստ, սկսեց իր ցանկությունները կատարել, ինչ եղավ, ինքը լրիվ թուլացավ, չէ՞, դաշտում։ Ինքը Աստծուց ստացավ, այսպես առես կյանքը գնալ վայելի, պրոստը մաքուր, այդ է, ամբողջ Աստծո կռիվը այդ է, ինքը դեմ չի, որ մենք լինենք երջանիկ, ինքը դեմ չի, որ մենք վայելենք, ամենակարևորը այն է, որ մենք վայելելուց ոչ մեկին չդժբախտացնենք, ոչ մեկին չկողոպտենք, ոչ մեկին, այս ինչ է, որ ասում, ոչ մեկի հետ մի արա, այն ինչ որ չես ուզում, որ ամեն քո հետ, գնա վայելի քո կյանքը։ Այդ ժամանակ ես քեզ թողում եմ ինչ ուզում ես արա։ Տեսեք, այնքը երբ որ այդտեղ հագենում է, իմինը բարգավաճություն ստանալու, չէ՞, ինքը դառնում է կենսախիտ։ Այս անտամ, այսինքն ինքը հոգևոր դաշտում գտավ երջանկություն։ Ու դրա համար ինքը բանա կենսախիտ է։ Այդ սենց այս ձևի մեջով կակած հոգևոր մարդիկ
Իրանք հասկանում եք, չէ՞, ինչ ասեց, 170 ճանց, այս տարբեր բաներ են ինչ-որ այստեղ հայացին խոսում է։ Որտեղ մենք մի անգամից տեսեք, ասենք, հիմա ես վստահ եմ, էլի, որ ասենք, որ մենք կարդում ենք, չէ՞, որակները իշխանավորի, այդ կենսախնդությունը ինքը ասես вообще ոչ ուշադրություն չի դարձնում, դա ցավոք ինքը ուժեղ է, ինքը հերոս է, իրան զոհող է, չգիտեմ, էս է, բան, ինչ բաներ ենք անում, որը իր պարտականությունն է։ Այսինքն մեկ էլ այդ արանքում նահանգամին մի հատ որակ ասում, որ իր ներսից ծալած է, չէ՞։ Ինքը իր ներսում կենսախինդ է։ Ու հիմա ամենա զարմանալին, երբ որ պարտականություն ունի իրան զոհի։ Հասկանում եք, սրա նրա մեջքի հետևը պահկվող չի։ Չէ՞, տեսեք, այդ պահկվող բաները, զորավարները, իրանք ծնվեցին 20-րդ դարի սկզբին, չէ՞, որ 19-րդ դարում արդեն թագավորները չէին մասնակցում պատերազմին, դրանք բնույթ էին իրանց համար ընտրում, դրանք շարժող էին խփում, ինքը բինոկլի մեջ նայում էր, սրա նրա կյանքերը զոհում էր, չէ՞, բայց մինչև այդ օրենքը միշտ եղել է մի հատ, որ իշխանավորը, որը ինքը պատերազմ հայտարարեց, ինքը առաջինը իր կյանքը դնի, ասենք դնի առաջինը։ Չէ՞, ու ասենք, որ այս 19-րդ դարից հետ ենք գնում, բոլոր ֆիլմերում տենց է, չէ՞, նկարագրվում, որ թագավորը ինքը ամենաառաջինն էր, թուրը բռնած ձիուն նստած գնում, բոլորին ոգևորում էր, սաղ իր հետևից գնում էին։ Չէ՞, ու այո, ինքը համելը նենց էր, որ իրան ոչ մեկ չէր կարող սպանել, թեկուզ ինքը առաջինն էր գնում։ Հասկանում եք։ Հետո այդ որ աստվածամեժության դարաշրջանի հետ սենց տղամարդիկ, որ մատնայմատ չգիտի պոլիչտավ, որտեղով այնքը տղամարդ, այդ դրանց իրենք սկսեցին բունկերներ սարքել, տակը մտնել, այդ բունկերն ինչքան խորը լի, ինչքան լավը, ընդեղից միլիոնավոր մարդիկ գնացեք, մեռեք, ստեղ թաղվեք, ընդեղ խիմիչիսկի առուժի օգտագործեք, ստեղ կլիմատический ինտերես ինչ բան, ես էլ բունկերում նստած եմ, իզի մարդ բան չի կարասի, հանգած եթե յաջերնի պատերազմ եք եղավ, սաղը վարի գնալու, մենք ստե 50 հոգով բունկեր ենք սարքե 500 մետր տրակը, եսի մինչը, որ 100 տարի կարանանք ապրենք։ Այդ հիմիկվա իշխանավորների հոգեբանությունն է։ Հասկանում եք, չէ՞ որ Աստծո հետ ոչ մի կապ չունի։ Ոչ մի աստվածային բանի հետ այդ կապ, այդ ձևի մարդիկ իրանք կապ չունեն։ Հիմա Աստված ասեց, արա ես սիրում եմ հերոսներին, ես սիրում եմ ուժեղներին, ես իրանց եմ վստահում, ինքը հակում ունի ճշմարտության հանդեպ, ինքը խիզախ է, ինքը իր մեջից կենսախինդ է, բայց համել խորամանկ է, չէ՞։ Համել дипломата, такой мужчина, это конфетка, на него молиться можно. Մի հատ ձերի տղամարդ հիմա ծնվի, ты из երկու միջքան կինքան, այդ մի հոգու վրա կսիրար։ Где вы видели в последний раз такого мужчину вообще? Հասկանում եք, չէ՞ ինչ որակներ ասվեց ստեղ։ Ու այդ ինչ որ հիմա նա կսեք, հետո ես չմանրանցնեմ, էլի հիմա ստեղ։ Հետո գրքի մեջ կարակ կարդաք, չէ, այդ որակները կարդացեք ու մի հատ մտածեք դրա շուրջ։ Ասեք, այ ում է Աստված ինքը, որ այդ Աստվածա տվի իշխանությունը։ Հասկանում եք, չէ, ուղղակի հակառակը։ Երբ որ մարդը նայում եք, երբ որ ինքը այս որակները, որը թվարկվեց, այս որակների ուղիղ հակառակ որակներ ունի, мы անգամից հասկանանք, что это представитель сатаны. Все, это ни с чем божественным не имеет отношения. Հենց որ մտնում է այդ սատանա նշանակում է տգիտության գոյավիճակ, այն լավագույն դեպքում կրքերի գոյավիճակ, ու եթե կրքերի գոյավիճակի մեջ նկարա խաղերը լինի, որ այդ ազնվորությունը կարող է հաջողություն բերի, կարող է պարտություն, ապա երբ որ տգիտության գոյավիճակն է մտնում, այդտեղ միայն պարտություն բերող մարդու հետ խոսում գործ ունենք, որտեղ ինքը 180 աստիճան այս որակները որ գրած, դուրս են գնում, դրա դիմացը գրում եք դրա ուղղակի հակառակ որակները։ Ու նայում եք։ Չէ՞։ Հիմա առաջերտին ձեր մեջ։ Եթե ես նայում եմ ու տեսնում եմ, որ ես այս որակների հակառակը ունեմ, ես պետք է հասկանամ, որ
ինքը Աստված ինձ երբեք իշխանություն չի տա։ Ինչի՞։ Որովհետև ես չեմ կարող լինեմ արդար։ Հասկանում եք, այս որակները իրանք արդար մարդու որակներն էին։ Երբ որ մենք կարդում էինք բաները, առևտրականների որակները, դրանք շռայլ տղամարդու որակներ։ Հասկանում եք։ Իսկ երբ որ իշխանավորը, դա արդար մարդու որակներ։ Հասկանում եք։ Չէ՞։ Ու մնացին բրահմանները։ Կներեք, բրահմանները ասեմ ու վրցնենք։ Բրահմանները դրանք արդեն նրանք են, ովքեր որ հոգևորականներն են, այսինքն իրանք այն այդ որ տեր, բան, այդ խաղն են, ժրիցի, քրմերը, տարբեր ժամանակներում տարբեր ձև են կոչվում, բայց իրանք հոգևորականների խաղերն են, այսինքն դրանք են անձնավորություններն են, որ իրանք արդեն հասարակական պարտականություններ չունեն, իրանք մաքուր հոգևորի մեջ խրված լինեն, բայց անպայման պիտի ունենան իմաստություն, թե ինչպես պետք է լինի կառուցված հոգևոր պետությունը։ Եվ իրանք են լինում խորհրդատուները և առևտրականների, և իշխանավորների, և զինվորների։ Արիական քաղաքակրթության մեջ ես սա միշտ ասում եմ, չէ՞, հենց բրահմաններն էին, որ զինվորներին են բաների, զինվոր չի կոչվում էլի, վայվոդը, այն որ ինքը առաջնորդը բանում մեջ է։ Հա, գեներալի մարշալի բանը, թե մենք մեր լեզվով ասենք, չէ, հենց հոգևորականներն էին իրանց տալիս զենքեր։ Ու հենց այդ հոգևորականների տված զենքով էին այդ զինվորները իրանք եսի միջը։ Այդ չենք խոսում նրա մասին, որ էներգետիկ էին պաշտպանում, այսինքն հոգևորականների խավը, եթե մենք բանանենք, էլի ուրեմն պատասխանատու է գիտելիքի համար, այստեղ մտնում է և գիտությունը։ Իրանք պատասխանատու են գիտելիքի համար և պատասխանատու են էներգետիկ ապահովման համար, այդ էներգետիկ պաշտպանության։ Հասկացաք, այդ որ իրանք սպյատ էներգետիկ կուտով են սարքում իրանց երկրի վրա, ու վսո, թե ոչ մեկի մտքով չի անցնում, մտը կողքով անցնեն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, բայց իրական բրահմանները, իրական հոգևորականները, իրանք պաշտպանում են միայն հոգևոր դաշտը։ Երբ որ մարդը ինքը, ասենք, մտածում է, որ եթե ունակ այդ տարածքում կա իրական հոգևորական, իրականներ, դիտեք այն, եթե քրիստոնյաների բանով ենք խոսում, մեր դեպքում օրինակ նարեկացու պես անձնավորություն եթե կա, չէ՞, ինքը դրա համար չի, որ ով ինչ ասես ոնց ուզես ապրի, այն սատանայի կյանքով, ու այդ սուպը տեն նստի իրանց պաշտպանի, մտածի, վայ անգարդ իրանց մազից, գլխից մազ չպակասի, տենց բանաձև գոյություն չունի։ Սրբերը իրանք միշտ պաշտպանում են մաքրությունը։ Հասկանում եք, տենց բանաձև, որ ես գնացի, ինչ ուզեցի արեցի, ոնց ուզեցի արեցի, ես չեկա անգա սրբի ոտներն ասեցի ինձի պաշտպանի, ինձի չգիտեմ մեղքերս ների, ես ինչի համար, որ հենց որ ներես, ես գնամ նորից շունչ առնեմ, գնամ նորից մեղքեր գործեմ։ Այս բան գոյություն չունի։ Հասկանում եք, ես միշտ ասում եմ, ինձի լավ չեն լսում։ Ոչ մեկ չի ուզում նկատի, որ Աստված չի պաշտպանում։ Որտև Աստծո պաշտպանությունը ինքը տալիս է ուրիշ արդյունքներ։ Հա։ Միակ բանը, որ օրինակ իմ համոզմանքից հետ կարելի է չհամաձայնվել, միակ բանը, որ հիմա օրինակ Աստված ինձ ոնց որ ես եմ տեսնում, ինչ որ ինքը հայերին ասում է, ինքը ասում է մի հատ նախադասություն։ Տղեկ ջան, կոն որոշվեք։ Եթե դուք տեսնում եք, ամբողջ աշխարհում հիմա բոլոր գերպետությունները հայերին ասում են կոն որոշվեք։
ու Աստված էլ այդ բանը ասում։ Կոնվորոշեք, որ ես էլ իմանամ ինչ եմ անում ձեր հետ։ Արդեն տեղ չկա, չէ՞։ Մենք մի հատ այս վիճակում ենք, որ տեղ չկա։ Любой удар – это последний удар։ Հասկանում եք, եթե առաջ ասենք, ես միշտ դա ասում եմ, հիմա մարդիկ կան, որոնք իրանք ինչ-որ ուծուր չնկատեն այդ անգամակը, էլի։ Առաջներում, երբ որ մեր հողը հայերի հետ միասին հայտնվում էր ինչ-որ պետությունների կամ ազգերի բանի տակ, չէ՞, այդ հողերում ապրում էին հայերը։ Դրա համար կարող են հույս լդել, որ դա կարելի է անկախացնել, որտեղ այդտեղ կային հայեր։ Հասկանում եք, այնա բոլոր տեղերը, որտեղ կային հայեր, այնտեղ լրիվ ուրիշ ազգա չէ ապրում։ Իսկ երբ որ հողի վրա ուրիշ ազգա, դա մենակ պատերազմով է կարելի վերցնել։ Ով կարող տեսեք ասել, չէ՞։ Նախիջևանը տվեցին Թուրքիան, Ադրբեջանին, այդ պահին երբ որ տվել են, ստատիստիկա կա, չէ՞։ Գրած արտության։ Նախիջևանում 90% ժողովուրդը հայեր։ Չէ՞, այո մնաք, եթե հնարավոր լինել հետ վերցնել, չէր քննարկվում, չէ՞։ Որտեղ 90% հայ է։ Հիմա այնտեղ երևի միլիոնավոր թուրքեր են ապրում։ Ով կար այդքան թուրքին ասի դուրս եկեք էսի հայի հող։ Էս 3 միլիոն մարդը, որի 50%-ը ծերեր են, երեխաներ են, 15%-ը հիվանդներ են, են եսի ինչ։ Իսկ մի հատ փողոցի նասիլենիա չունենք մենք։ Իրանց համեմատ։ Չէ կարող, չէ արդեն ասենք։ Ու հիմա այդ նույն վտանգի տակ ես մի փոքր տեղն է։ Այս հայը արագ, մի քանի տարում, եթե դաժե պատերազմել չանել, մի քանի տարում կարելի է հենց անել, որ ստեղ 3.5 հատ հայ մնա, ու վсё։ Չէ։ Չէ, լուրջ է, եթե լուրջ ենք խոսում, էլի։ Այո, տաշի տուշիով չի, ջայլամի պես գլուխներս բացել ենք, հարսանիքներ ենք անում։ Իրականում շատ դժվար է, չէ՞։ Րոպե մեկը կանչում է, տանում է, այդ նույն բանն ասում, կոնվորոշվեք։ Մենք հələ որ փորձում ենք ասել, բոլորին բավարարենք։ Հիմա բոլորը գազազել են, ասում են, էլ տենց չի լինի։ Կոնվորոշվեք։ Վсё։ Որ մեկը սենք ձեզի կուլ տալի։ Հասկանում եք, չէ՞։ Չէ, բայց Աստվածն իր հերթին ասում, կոնվորոշվեք, որտեղ ինքը միակ անձնավորությունն է, որը կարող է հրաշքներ գործի, եթե արդեն որոշումը դնեց։ Բայց այդ կոնվորոշվելը տենց չի, որ սատանայի պես ապրում եք, ձեզի հոգևոր համարում եք։ Ուրեմն या դուք տեսեք, या եք, կոնվորոշվեք։ Հասկանում եք։ Ու շատ մարդիկ իրանք ասում են, որ այդ նույն ճակատամարտը ինքը անցնում է նաև հոգու մեջ, եւ այո, մեզանից ամեն մեկը ինքը պիտի շատ խիստ կողորոշվի։ Ինքը իրականում ինչ է։ Հասկանում եք, այդ ջրիկ վիճակները, իրանց մեջ մի հատ շատ մեծ վտանգ կա։ Որ երբ որ անձնավորությունը ինքը ջրիկ վիճակ, ինքը ոչ Աստծուց է պաշտպանություն ստանում, ոչ սատանայից։ Ու մնում է այդ արակում, ոչ մի բան։ Դրա համար այդ ներքին ընտրությունը, թե ես ով եմ, ինչի համար եմ ապրում, ինչի վրա եմ ծախսել իմ կյանքը, ինքը պրոստը խոսքեր չեն, էլի, էսի շատ կարևոր թեմաներ են, ու եթե մենք արդեն հավակնություն ունենք, որ հոգևոր դաշտում մենք ուզում լինենք, այդտեղ պիտի շատ հստակ ընտրություն ունենանք, ու մենք այսօր
Ну, մյուս անգամ ես բրահմանները մի քիչ կգտնեմ այդտեղ ու կանցնենք առաջ։ Ու մենք այսօր քննարկեցինք, հա, թե Գերագույն Աստվածավորությունը ինքը որ որակների դիմաց ինչ է տալիս։ 5 բազովի որակների դիմաց ինքը կենտանի այդ համապատասխանություններն է, հա, ինքը կենտանիներին ազատում է տառապանքից եւ բերում է խաղաղության դաշտ։ Հա։ Դրանից հետո, երբ որ ազնվորությունը ինքը ազատվում է կեղծավորությունից, խաբելու ունակությունից, չգիտեմ, ագրեսիվության մեջ է հաստատվում, գնահատում է մաքուր ազնվորություններին, հա, уважение выше կաստом։ Այսինքն առաքինությունը սկսում է հարգել, հա, արժևորել, այդտեղ Գերագույն Աստվածավորությունը ինքը այդ ոչ այս ազնվորությունը ինքը նյութական աշխարհում դիրան հանգիստ թողնի, ինքը դինգնի են դաշտ, որտեղ ինքը արդեն իմ պաշտպանության տակ է։ Չէ՞։ Ու այդ իր պաշտպանության տակից հետո ինքը սկսում է երկու շերտով գնալ։ Առաջին շերտը դա նա է, որ ինքը բարգավաճության հարցնալուծում առաջին հերթին։ Հետո այդ բարգավաճության հիմքի վրա կենթանիակը ինքը հնարավորություն ստանում նյութական աշխարհում իր ցանկությունները կատարել, որն են այդ բարոյական ցանկությունները։ Ինքը ունենում է, ասենք, չգիտեմ, լավ ծնողներ, հա, ծնվում է բարգավաճ կայսրության մեջ, ունենում է լավ ծնողներ, հետո ունենում է շատ լավ կին կամ ամուսին, դրանից հետո ունենում է լավ երեխաներ, հետո ունենում է լավ աշխատանք, այսինքն իր կյանքի բոլոր փուլերում այն ամեն ինչ որ ինքը ունի, իրան ուրախություն պատճառում։ Հասկանում եք։ Հիմա ես մի հատ բան կասեմ, կամ բան չանեք, բայց եթե գնահատում եք, որ ես իրականում սենտիմենտալ մարդ չեմ, շատ լուրջ մարդ եմ, ու այդ լրջության տեսանկյունից էդի ասում եմ։ Արիացիները դաժե երեխեք չունեին, որ կարող է գիշերը լացեր չթողներ, որ մաման չքնի։ Հասկանում եք։ Այնքան հետաքրքիր է, արիացիների մոտ ընդհանրապես չկա նկարագիր, որ երեխա ունենալը եղել է ինչ-որ ցավի, եսի տառապանքի, եսի միջի պրոցես։ Չկա դες բան։ Հասկանում եք։ Ուրեմն այն դա է տալիս։ Հետո ինքը ավելացնում է իշխանություն, այսինքն հնարավորություն է տալիս, որպեսզի այդպիսի մարդը ինքը տեսեք, որ ինքը եկավ հասավ իր մեջ այդ որակները, ինչ որ մենք կարդացինք, չէ՞, դա ռեալ պատկերացնում եք, չէ՞, ինչ հոգևոր աճ է։ Հա? Լինել հերոս, լինել ուժեղ, լինել վճռական, չէ՞, որակներ են, չէ՞ ասում, առողջ մարդ է, չէ՞, մի անգամից առողջ մարդու կերպարա, չէ՞ կարող։ Ու ասենք, երբ որ մենք այդ ձևի ազնվորություն ենք դառնում, չէ՞, բնականից ով մեզի նայում է, մի անգամից մեր մոտ ապաստարանք։ Հասկանում եք։ Որտեղ մարդը այդ կենթանիակը ինքը ռեզուլտատ ունի։ Իմенно այդ իշխանավորի համար էլի, չէ՞։ Եվ ասենք այդ է, եւ արդարության թեման ինձ համար կարևոր է։ Ու ես պիտի սիրեմ հոգևոր դաշտը, որ Աստված էլ կարողանա ինձ վստահի, ասի այս դաշտը վերցրու ու պաշտպանի։ Չէ, ես պիտի սիրեմ, չէ։ Ես ինչքան պիտի սիրեմ, որ պատրաստ լինեմ իր համար կյանք տամ։ Դեռ իրանք էդի կոչվում են հայրենասիրություն։ Այո, հոգևոր մարդու հայրենիքը դա հոգևոր դաշտն է։ Իրականում էլի, եթե ոչ է խոսում։ Թեկուզ մի ուրիշ տեսանկյունից Պրաբհուպադը ինքը մի բաներ ասում, ինքը ասում էր, երբ որ չեք կարողանում մարդուն դարձնեք բան, կրոնական, այսինքն որ ինքը ենթարկվի բարոյականության սկզբունքներին, արեք ամեն ինչ, որ իրան գոնե դարձնեք պատրիոտ։ Հայրենասեր։ Հա, հայրենասերը ինքը արդեն մի ազնվորություն է, որը այդ կոնցենտրացված եսից դուրս է, կարողանում է իրան զոհի։ Դա շատ բարձր մակարդակ։
Հասկանում եք երեխեք ջան, այդ ամենի մասին պետք է ամեն մեկը իր ներսում մտածի եւ երբեք երբ որ քննարկվում է որակներ, ոչ մի հոգեվոր մարդ իրավունք չունի մտածի, որ սա ինձ չի վերաբերում։ Եթե հենց որ ինքը տենց է մտածում, ինքը իր արջը կանգնացրեց։ Հասկանում եք։ Շա, այսօր ես կանեմ։